Բարի երեկո հարգելի հետևորդների եթերում Կիրակնորյա դասեր հաղորդաշարն է, բաժանորդագրվեք տարածեք, այսօրվա իմ զրուցակիցը Հայաստանի Հանրապետական Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն է, բարի երեկո պարոն Աշոտյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Աշոտյան, բռնաճնշումները շարունակվում են, տեսնում ենք, անդադ նոր ծավալներ են ստանում, բանտերը լցնում են, ձեզ հարցնեմ, որովհետև տևական ժամանակ անցկացրել եք, բանտախցում, այսպես ասեմ, լավ, այդքան տեղ կա, բոլորին տեղավորելու են, կարողանալու են տեղավորել։ Ես որքան հասկանում եմ, խնդիր կա իսկապես։ Եթե առաջնորդվեք նորմատիվներով, այո, խնդիր իհարկե կա, բոլոր բերդերն էլ գերծանրաբեռնված են, բայց այդ խնդալու մոտեցումը չէ, այսինքն մենք իշխանությունից, որը խախտում է ցանկացած օրենք, սահմանադրություն, կարգ, ակնկալում ենք, որ բերդում մարդ խցկելու մեջ իրենք ինչ-որ նորմատիվ են պահելու, քառակուսի մետր մեկ մարդու համար, դա բացառված է, չէ։ Եթե իրենք խախտում են սահմանադրությունը, թքած ունեն ժողովրդավարական նորմերի եւ արժեքների վրա, ինչ է իրանց համար թքած ունենալ նաեւ բանտային պայմանների, խնդիրների կամ գերծանրաբեռնված։ Չէ, ինձ հետաքրքիր է մինչեւ ուր։ Դե տեսեք, Հայաստանի Հանրապետությունը, այս թվերը ոնց որ մեկ անգամ եմ ասել, բայց ուզում եմ ֆիքսեմ, որ բոլորը հասկանան։ Ունիկալ երկիր է բացասական իմաստով Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մեջ երկու ցուցանիշով։ Առաջինը բացառիկ երկիր ենք, որտեղ կալանավորվածները ավելի շատ են, քան դատապարտվածները, այսինքն մարդիկ, ով ազատազրկված են միջև ուժի մեջ մտած դատարանի վճիռ վերջնական, մոտավորապես 15%-ով ավել են, 1004, եթե չեմ սխալվում, քան մարդիկ, ովքեր կրում են իրենց պատիժը դատարանի վճռով արդեն 1002 են այնտեղ ոնց է։ Եվ երկրորդը, երբ որ նայում եք աճը, թե Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ինչքան է աճում ազատազրկված մարդկանց քանակը, Հայաստանի աճը աննախադեպերից է, ամենաբարձրներից է այդ 40 քանի երկրների շարքում եւ եվրոպական միջինից 2 անգամ բարձր։ Ակնհայտ է, չէ, որ այստեղ պարզապես հանցավորության, հանցագործությունների աճի խնդիրը չէ, այստեղ կա լրացուցիչ գործոն եւ այդ գործոնը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի մալիգնիզացիան է, չարորակացումը դեպի ավտորիտար ռեժիմ, դա այնքան ափաշկել է արդեն դա, այսինքն դա այդ առօրյա կյանքում նոր իրականություն է մեզ համար, երբ որ Նիկոլը փորձում է խաղալ что-то среднее между Էրդողանում եւ Թուրքմենբաշի, այտենց կուլտ ունի սեփական անձի շուրջ եւ այդ կուլտը ակնհայտ է, փորձում են իրենք տարածել, միաժամանակ չի խորշում ամենաբիրտ, կեղտոտ ամենազազրելի մեթոդներով պայքարել քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Ինչպես ասել եմ, դրսում ինքը մազոխիստ է, որովհետև իր հետ գեոպոլիտիկ առումով ինչ ուզում անում է, իսկ ներսում սադիստ է, այսինքն իր նսեմացումները, իր փիսիկությունը աշխարհում, որ ակնհայտ է, ինքը փորձում է կոմպենսացնել ուժեղ տղա խաղալով Հայաստանի ներսում եւ դա անում է Հայաստանի քաղաքացիների վրա ինքնահաստատելու։ Բայց դա ազդում է, օրինակ, երբ որ այդ ցուցադրաբար, ասենք, բան ասֆալտին փռելով կամ չգիտեմ, վզից բռնած այդ ԱԱԾ-ի դիմակավորված անձինք տան։ Հարցը ինձ ստիպելու ասել, որ չէ, չի ազդում եւ այլն։ Մարդկանց մոտ վախ է առաջանում։ Մի մասի մոտ։ Ես լսում եմ հակառակ, ասում են բոլորից տարեք։ Դուք լսում եք, այո, բնականաբար փոխվեց։ Բոլորից տարեք եւ հասարակության մեջ այդ մեթոդը ոչ այն էֆեկտիվությամբ, որ Նիկոլը հույս ունի, բայց այնուհանդերձ որոշակի ազդեցություն ունի։ Բայց եկեք չփասինքն չդնենք անես բանի տեղ, որ Նիկոլը ինչ ուզում անի, մենք տենց ենք, մենք էլի տենց ենք, բայց հասկանանք, որ ինքը այնուհանդերձ մեզ կրծում է։ Ինքը կրծում է հայ հասարակությունը, ինքը վերացնում է հայ ժողովրդի պաշտպանական ինստինկտները, ինքը սեփական իշխանությունը պահելու համար չի խորշում ցանկացած ստից։ Իր խնդրեմը որն է, մենք չենք կարող իրան նախտենք շատ բարձ։ Ինքը ողնաշար չունի։ Այդպես բաներ կան, չէ, ֆանտաստիկ կինոներ կան, ոչ մի բան չունի, այդպես մեդուզա է։ Ինքը չկա ողնաշար, որը կարողանաս կռիվ տալ։ Ինքը ցանկացած տրանսֆորմացիայի այդ ֆանտաստիկ կինոների մեջ կտեսնի։ Ինքը այդպիսի տրանսֆորմացիաների է ենթարկվում։ Եվ չի խաղում մի խաղ, հասկանում եք։ Իր այդ ընդհանրենք ուզում ես խաղալ շախմատ, ասում ես Նիկոլ նստի շախմատ ենք տնենքով է ճիշտ։ Կեսից հենց կրվում է, ինքը շախմատը վերածում է, ենթադրենք, նարդու։ Այնտեղ որ կրվում է, նարդին վերածում է հանդբոլի, գանդբոլը ռեգբին, ցանկացած խաղ, որ իր այդ փորձում ես խաղի կանոնով խաղալ, ինքը վերջում այդ խաղի կանոնը փոխում է։ Չէ, դա հասկանալի է։ Հորինելը մի հատ կարևոր բան երևի նկատած կլինեք։ Դե ամեն մարդ ինչ-որ
պարազիտ բառեր ունի, չէ՞, այդպես բոլորս էլ ունենք, ես էլ ունեմ իմ որ եթե նայեք ինչ-որ բառեր կա, որ այդպես պարազ մակաբույց բառեր են։ Իրա մակաբույց բառը գիտեք որն է, լեգիտիմությունը։ Ամեն ինչի մեջ ճխտում, ասում է։ Չէ, մեկ մյուսն էլ ինքնիշխանությունն է։ Անվտանգությունը ասում է պետք է ապահովենք ոչ թե բանակով, այլ լեգիտիմությամբ։ Ասում ես այդ ի՞նչ է։ Ես արտաքին քաղաքականությունը մեր լեգիտիմությունն է, ներքինը լեգիտիմությունն է։ Ղարաբաղի մեզ զենք չէին վաճառում որոշ գերտերություններ, որովհետև լեգիտիմ տարածքի վրա չէին այսինքն ինքը այդ հիվանդագին բան է։ Ինչ չունի դրանից են, չէ՞ խոսում, դա հոգեբանական խնդիր է։ Դա մեկ եւ երկրորդը ուրիշ բան, ինքը փորձում է բառակույտով, հա, տենց բառախաղերով, բառակույտով մի անգամ էս օրինակը բերել եմ, ինքը տենց տհաճ օրինակ է, բայց ճիշտ է, ոնց որ փորլուծություն ընկած փիղ լինի, ասենց ինքը քայլում է, հետևից սոտերը տապ չես հասցնում մաքրես։ Այսինքն պատկազկը կրկեսում կամ գազանանոցում փիղը փորլուծություն է անգել։ Այդ մաքրողները չեն հասցնում։ Դուք, մենք, քաղաքական, հասարակական բոլոր գործիչները ամեն անգամ Նիկոլի այդ բանով ընկնում ենք թակարդը։ Ինքը մի հիմարություն մեր աչքերով, իսկ ինքը հիմարություններ չի խոսում։ Ինքը խոսում է դիտավորյալ հիմարություններ, դրանք տարբեր բաներ են։ Դուս է տալի 7 հոգով նստում ենք ինչ-որ լուրջ վերլուծություններ ենք անում, ըստեղ խափեց, այնտեղ խափեց, ակնհայտ է, չէ՞։ Վերադառնալով այդ բռնաճնշումներին եւ քաղբանտարկյալների խնդրին, օրերս էլ ականատես եղանք, ինչպես հա հիմնեմնի տղաներին, այդպես տարան ցուցադրաբար, դրանից առաջ Փաստաբան Կոչուբաևին եւ այլն Սամվել Կարապետյանի դեպքը Դավիթ Համբարձումյանի հոգեորականների, հա, սրբազանների այլոց մենք անդադ տեսնում ենք, հա, անդադ այդ ցուցադրական բանանում։ Ես գիտեք ինչ եմ երբեմն մտածում, որ կարող է այնուամենայնիվ հեղափոխությունը, իրավիճակի փոփոխությունը բանտերից սկսի։ Չէ՞ իսկապես։ Ինձ թվում է իրանք էլ կվախենան էլի դրանից, որովհետեւ դա կարող է ընդհանրապես այսպես մեծ ալիք լինի։ Իրավիճակի փոփոխությունը կսկսվի այն ժամանակ, երբ որ հայ ժողովուրդը իր մեծամասնությամբ հասկանա, որ գնում է անդունդը եւ տերը դառնա սեփական ճակատագրի։ Ուրիշ որևէ այստեղ որոնումների կարիք չկա։ Մենք դրսի աջակցություն չունենք, ի տարբերություն Նիկոլի եւ Սերժ Սարգսյանի հարցազրույցում մի քանի տենց բաներ բացահայտվեցին եւ Նիկոլը ճշմարտությունների տակից դուրս գալու համար այնպես էր հերքում, որ ոչ միայն հաստատում էր Սերժ Սարգսյանի ասած, այլ լիք ուրիշ բաներ էլ բացահայտվեց այդտեղ, հա, այսինքն ինչ է նշանակում իշխանափոխության օրերին, իշխանազավթման օրերին դեսպաններ գան մոտդ ասեն, ինչով օգնենք ապեր։ Այդ ինչ է նշանակում։ Ես էլ ասեմ ոչ մի բանով։ Սկզբից ոչ մի բանով, հետո մի լրագրող բշտեց, ասաց, ընդհանրեն ասում են միջնորդ ենք, էլի, այսինքն ինչու միջնորդ ենք։ Ակնհայտ է, չէ՞ որ այստեղ աշխատել է բազմաշերտ սցենար, բայց դրա մասին չի խոսքը, որտեղից է գալու փրկությունը, դասականները ասել են, այլ մեջից է գալու փրկությունը, կամ էլ չենք փրկվելու, սա էլ է պետք ասել։ Ես չեմ ուզում տես Կիրակի օրաբան տես պեսիմիստական բաներ, անով որ չի ուզում ճշմարտություն լսի, կարա փոխի մի հերթական լավ սերիալներ Netflix-ում լիքը նոր բաներ կա, ռելիզներ կա, այսպես ասած։ Իսկ ճշմարտությունը շատ պարզ է, այնպես չի, որ ժողովուրդներ չեն վերանում աշխարհի երեսից։ Չխափենք մեզ։ Ոչ միայն պետություններ են վերանում, ինչի ճամփին ենք մենք, հա, այլ ժողովուրդներ են վերանում։ Այո, նաև այս դարում կարա դա լինի։ Ոչ մեկ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ դարում չգիտեր, որ այդ պահին ռոմեացի կալանները, բան տենց գումները եւ այլն վերանալու են։ Վերացան, չէ՞, այսինքն ժողովուրդներ վերանում են աշխարհի երեսից։ Սա պետք է ֆիքսել։ Սա կարող է մեր առանձին վերցրած պուճուրի կենցաղային 24 ժամվա մեջ չընկալվող ճշմարտություն է, բայց պատմական հետ հայազոր նայում ես ոնց կործանվեց հենց այդպես ասում եմ ձեր նման հարցուփորձ անելով այդպես այն հին բարի անեկդոտի նման կնդա խնդրեմը Մանաշտյան, տեսեք, գործի բերումով ես ստիպված եմ, չէ, թունավոր ցեղում ենք աշխատում, իհարկե քաղաքական գործիչներ էլ ստիպված ենք անդադ լսել սրանց այս կամ այն հայտարարությունը, մենք վաղուց ենք հասկացել, որ այս ամբողջը սուտ է, շատ հաճախ ես իրենց քայլերի մասին, ինչպես եմ, հա, կանխատեսում նույնիսկ, հերթականությունը նույնիսկ, լսելով դրսի որոշ վերլուծաբանների, ինչպես նաև ադրբեջանա-թուրքական տարբեր խոսող գլուխների, երբ որ նրանց լսում ես ու միջազգային էքսպերտների, դու հասկանում ես սրանց հաջորդ քայլերը որն է լինելու։ Չեք կարծում, որ ձեր սխալը նաև նրանում է,
ընդդիմության սխալը, հա, տվյալ դեպքում, որ զբաղված եք իր ստերը փչելով, այսինքն մի կողմից դուք հասկանում եք, որ ինքը դրածու է եւ ինքը շատ հստակ պլանով գծած իրեն նույնիսկ տալիս են դրսից քայլերի հաջորդականությունը, մենք բազմիցս առիթ ենք ունեցել այս տաղավարում զրուցելու, թե միջազգային ինչ կազմակերպություններ էին, ինչ անվան տակ կառավարության հետ համագործակցում, ինքը դրսից խորհրդատվություն էր ստանում, նույն Ռասմուսենին ինչքան գումար տվեցին, չէ՞, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին խորհրդատվություն բա։ Ինքը ստանում է այդ ցուցումները։ Հերթով ասում են ինչ անեն, թե PR տեսանկյունից, թե քաղաքական տեսանկյուն։ Ձեր սխալը նրանում չէ, որ ոչ թե պետք է կռիվ տալ իր հետ, հա, աստծո սիրուն, ստերի հետևից գնալ պետք չի, այլ նրան բերողների, հա, հետ պետք է աշխատել։ Նախորդ հարցի մեջ ուզում եմ մի բան հավելեմ ու անցնեմ հա ձերս շատ կարևոր հարցադրմանը, քաղաքական բանտարկյալների թիվը Հայաստանում աննախադեպ է։ Դուք մի շարք կանոններ թվարկեցիք, այդ թվում իմ ընկերների, որոնց ուզում եմ բացարձակ համերաշխությունը ողջույնները փոխանցել անպայման։ Այստեղ մի հատ առաջարկ ունեմ, որը մտածում եմ խորհրդանական ամբիոնից լսումների ժամանակ որ հնչեին, բայց հիմա այստեղ անեմ, հա։ Տեսեք, որպես մարդ ով այդ բանով անցել է, զուտ հոգեբանական առումով, շատ կարևոր է, որ այս մեր ընկերները եւ ոչ միայն մեր ընկերները կապ չունի, ասում եմ ես, բազմաթիվ մարդիկ կան, որոնց ազատության ժամանակ ես քաղաքական օպոնենտ եմ եղել եւ իրանք ինձ, բայց իրանք այսօր քաղբանտարկյալ են։ Շատ կարևոր է, որպես իրանք իրենց մենակ չզգան։ Ինչ կա բանում բանտախցում լրատվամիջոցից տելևիզոր լավագույն դեպքում հեռուստացույց է։ Հեռուստացույցը ինչ է բռնում Երևանյան ընդհանուր հեռարձակողի ալիքն է, այսինքն ինտերնետ չկա, ոչ մի բան չկա։ Ես դիմում եմ նաև ձերս բանով այն հեռուստաընկերություններին, որոնք հարկա համարեն, անպայման օրական թողարկում անեն քաղբանտարկյալների վերաբերյալ։ Ընտանիքի անդամներին խոսացնեմ, որ մարդիկ բանտում նստեն ու լսեն, որ իրենց չեն մոռացել։ Էկրանից այն կողմ տեսնեն, որ կա հաղորդաշարի նման ամենօրյա հաղորդաշար, որտեղ կարող են պատմել տարբեր քաղբանտարկյալների մասին, կարող են իրենց ընտանիքի անդամները գալ եւ ողջունել, ընկերները գան ողջունել, այսինքն հոգեբանական աջակցություն, որ իրանք մենակ չեն, որովհետեւ խոստովանենք, որ ընդդիմության մեջ չի ստացվում միասնական եւ էֆեկտիվ պայքարել քաղբանտարկյալների ազատության համար, ամեն մեկը ունի իր սրտի քաղբանտարկյալը, svoj чужой են անում, ով որ այն մի ճամբարից է չի ուզում հիշատակել այս ճամբարի քաղբանտարկյալներին, ով որ այս հասկացեք, այսինքն sense խնդիր կա, ես առաջարկում եմ որևէ հեռուստաընկերություն, այսի միդիան վերցնի, ստեղծի հաղորդաշար, ազատության ժամ թող կոչվի, չգիտեմ ոնց է կոչվում։ Դուք մենակ ինչ ուզում են բրենդավորել։ Անպայման ամեն օր թողարկում լինի լուրերից հետո այդ մարդիկ որ տեսնեն մի օր թող պատմեն Սրբազանի մասին, հետո Դավիթի մասին ամբարձում են, հետո Գյումրու քաղաքապետի կապ չունի ու մասին։ Մեզ համար անհայտ էս պայդրությամբ քաղբանտարկյալներ կա, թիվ ենք ասում, ունը չգիտենք, կամ չենք հիշում այդքան հաճախ եթերներում։ Այս որպես առաջարկություն նվիրում եմ, խնդրում եմ հեռուստաընկերություններից որևէ մեկը, եթե որևէ մենեջեր կամ պրոդյուսեր նայում է ձեր հաղորդումները, թող դա անեն։ Վերադառնանք ձեր հարցին։ Ձեր հարցը շատ դասական է, լինել պրոակտիվ, թե լինել ռեակտիվ։ Պրոակտիվությունը ենթադրում է երկու մակարդակ՝ երկրի ներսում եւ ձեր մատնանշած խնդրով երկրից դուրս։ Երկրից դուրս ընդդիմությունը այս պարագայում չի կարող հավակնել, որ իրավիճակը փոխելու ու մարդկանց կամ կոժային կենտրոններին հենց հիմա իրանով անելու, չէ։ Բայց ես ձեզ մոտ եմ դա ասել, չի կարելի ասել всё դուրսը սատարում է Նիկոլին ու յան տալ է խնդրեմը։ Բացառված է։ Պետք է գնալ բռնել յուրաքանչյուր եվրո բյուրոկրատի, եվրո մեզ հետ Հայաստանի հետ աշխատող եվրոդեպուտատների փողկապից, բաճկոնից ու ասել ինչ կա Հայաստանում այսօր։ Դա շատ կարևոր է։ Դա կարևոր է, որ եվրոպական դեսպաները Հայաստանում չմտածեն, որ եկել են ինչ որ էկզոտիկ տուրի, ինչը եւ այսօր տեղի է ունենում։ Ես չեմ տեսել պարզապես, թե չի ինքս դա կանեի առաջին եւ կնկարեի, թե ոնց է դա պետք անել։ Դա պետք անել շատ բարեկիրթ, շատ օրինական, շատ զուսպ ու շատ կոպիտ բաներով չէ, բայց իրենց պետք է հիշեցնել իրենց առաքելությունը։ Այսինքն, եթե մենք մտածում ենք, որ ընդդիմությունը այսօր դրսում աշխատելու ֆրոնտ չունի, դա մեծագույն սխալ է։
Հենց այս ավելին հիմա գուցե թե նույնիսկ ավելի շատ դրա անհրաժեշտություն կա։ Այսօր որ գրվում ենք 3 եմ ասում, բայց լավ, օրերս հանրապետականի ԳՄ հայտարարությունը լույս տեսավ, որը նվիրված էր Վազգենի եւ Նարեկի եւ Դավիթ Ֆինդանյանի հետ կապված ապօրինի ձերբակալությանը։ Մենք այդտեղ առաջին անգամ կոնկրետ ոչ միայն պահանջում ենք ինչ-որ բան ամորֆ եվրոպական կառույցներից, 3 բան ենք թվարկել, թե մենք ինչ ենք պահանջում, ոչ միայն ճանաչել քաղբանտարկյալ, կիրառել թիրախային սանկցիաներ այն չինովնիկների եւ դատավորների եւ քննիչների նկատմամբ դատախազների, որոնք այդ հանցակցության մաս են, հա, եւ այս ամեն ինչի մեջ այս գործողությունների ծրագիր կա։ Ոչ թե ասում են Եվրոպա մեզտեղ ճնշում են, մեզ ոչ միայն ճնշում են այստեղ, մեզ ճնշում են քո աչքի առաջ, քո քարոզած արժեքներին հակառակ, եւ այստեղ էլ արի չզարմանանք, ոչինչ երկար եմ խոսում։ 2 օր առաջ Եվրոպական միությունում հրապարակվեցին սոցհարցման տվյալներ, սկանդալային, կարող է իրանք ծածկադմփոց անեն, այսինքն մեդիան պոլիտիկո նայեք, պոլիտիկո սկանդալային 45%-ը որ դժգոհ է, չէ, իրեն ժողովրդավարությունից։ Տարբեր, ասում են, ձեր երկրներում գոհ եք ժողովրդավարության աստիճանից, ուրեմն ամենացածր մակարդակը Ֆրանսիայում է 20 քանի տոկոս։ Այդ ուսումնասիրված 10 թե 11 երկրների մեջ ընդամենը մի երկիր է Շվեդիան էր, որտեղ ժողովրդավարությունից գոհ մարդկանց թիվը ավելի շատ էր, քան դժգոհը։ Մնացած բոլոր տեղերում մարդիկ անգամ եվրոպացիները տեսնում են այս տենդենսը, որ իրական եվրոպական արժեքները խեղաթյուրվել են, որ իշխանության են գալիս ոչ թե հին ու բարի ավանդական եվրոպական քաղաքական դպրոցի ներկայացուցիչներ, այլ գալիս են մարդիկ, ովքեր մեդիա մանիպուլյատոր են եւ կապված են խոշոր ֆինանսական կորպորացիաների հետ։ Եվրոպացին տեսնում է, որ իր երկրում իշխանությունը այլևս իրեն չի պատկանում։ Եվ մենք ինչ ենք պահանջում, որ մարդիկ, ովքեր ուզում են օրինակ, հա, ստեղ անեն, նայ, Նիկոլն ու Ուրսուլա վան դեր Լեն, ու իհարկե բան ասենց, Ուրսուլան եւ Նիկոլա, եւ քաղաքական եւ մարդկային եւ որակական առումով, բայց երկուսն էլ ինչ են ուզում անել։ Ստեղծեն իրանց տակ հետախուզական ուժային կառույցներ։ Վերջերս Եվրոպական միությունում այդ սկանդալը բացվեց, այսինքն ի՞նչ է նշանակում, չընտրված պաշտոնյա 500 միլիոն բնակչի տերնահերիք չի, մի հատ էլ իր տակ ստեղծում է անունը դրել են Russian propaganda, Russian, ինչ ուզում ես անես, Russian, հիմա կարա խոսքի թե խնդրի նույն Հայաստանում էս որ տենց կարան այդ կատելը տան, հա։ Բայց նույնը Նիկոլն է, չէ՞, ուրեմն ձեռագրերը, տենդենսները աշխարհում նույնն են։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է նստենք ու լռենք, պետք է խոսալ, պայքարել։ Գրետա Թունբերգը այդ արժեքները չլինեն Եվրոպան փուլ է գալիս արևմուտքի ճգնաժամը, Գրետա Թունբերգը, բայց այդ համառությունը, մեդիա պերսոնա աշխատելու բան, այսինքն հետևողականությունը, ցանկացած քաղաքացիական ակտիվիզմի պարագայում այս գործիքները ունիվերսալ են, չէ՞, մենակ լիբերալների համար չեն։ Ինչու եմ ասում, հիմա օրինակ ես լինեմ նույն արևմտյան երկրների դեսպանների մասին պիտի խոսեմ, որովհետև այսպես ասած ժողովրդավարությունը Ռուսաստանից չենք էլի սպասում կամ Բելարուսից կամ այլ երկրներից, տվյալ դեպքում արևմուտքից ենք, հա, սպասում, որովհետև այդ արժեքները դրա կրողը արևմուտքն է։ Օրինակ նույն ես լինեմ, կարող եմ Միացյալ Նահանգների դեսպանի կամ Եվրամիության դեսպանի մյուսների մասով ասեմ, իսկ դուք բողոքել եք մեզ, իսկ դուք դիմել եք մեզ, իսկ դուք մեզ ներկայացրել եք։ Այդ ինձ ասում էին։ Այսինքն, չէ, այդպեսի Այդ ինձ ասում էին, բայց արի մի բան ֆիքսենք էլի, հետևյալը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող վարչակազմը ամենաազնիվն է։ Տրամպի վարչակազմը ամենաազնիվն է, ասում եմ ես կներեք բարիս համար փաթաթած ունեմ ժողովրդավարական արտաքին ժողովրդավարական մոտեցումները արտաքին քաղաքականության մեջ։ Դեմկուսի ժամանակ Բայդենը Կամալայի խարը, այո, դա գործիք է։ Տրամպի համար ամենաազնիվ արևմուտքում եւ Տրամպն է, որ ինքան մարդու իրավունքների զեկույցները որ համեմատեք, նախորդ տարվանը դեռ Բայդենի օրոք էր եւ այս տարվանը որ հրապարակվել էր հունիսին Տրամպի օրոք էր, մոտարպես 40-50%-ով ծավալը խոզած է, փոքրացել է։ Կտորներ կա, որ գլուխներ չառաջ, կանանց իրավունքներ, եսի միլիոն, вообще չկա, հանված է։ Այսինքն կոնկրետ մարդկանց համար այդ թեմաները օքեյ, ընթացիկ քաղաքական մոնիտորինգի թեմաներ են, բայց արտաքին քաղաքական գործիք չէ։ Հասկա, որտեղ դրանք փուչիկ են ըստեյության։ Բացարձակ, տեսեք, Տրամպի արտաքին քաղաքական դոկտրինների մեջ էս մի տարի է, միտեղ ժողովրդավարություն գալիս են փրկելու մեր արժեքները տարածելու թեման կա բացարձակ
Բացարձակ ռեալ պոլիտիկ մաքուր, ինքը ամենազնինն է։ Ցինիկները ու երկդիմիները ու կրկնակի ստանդարտները այսօր ավելի շատ եվրոպական մայրցամաքի քաղաքական էլիտաներում են եւ ոչ միայն ավելի անկեղծ խոսենք, հա, երբ որ օրինակ ռուսական քաղաքական բարձր շրջանակները ասում են, որ Ղրիմը, Դոնբասը, Լուգանսկը ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք եւ տտ մենք ճիշտ ենք, թողեք Ղարաբաղը ձեր աչքի առաջ էր, ոչ միայն ունի ինքնորոշման իրավունք, իրացրել էր իրա ուժերով կայացել էր եւ առանց որևէ արտաքին քաղաքական սպոնսորի, տեսեք, լուբոյ կոնֆլիկտ նման էթնիկ, այսպես հողի վրա, ունի արտաքին քաղաքական սպոնսոր։ Կոսովոյի սպոնսորը հովանավորը, արևմուտքն էր, ճիշտ է։ Վաստոչնի Տիմորի հովանավորը արևմուտքն էր։ Ենթադրենք Աբխազիայի, Օսեթիայի հովանավորը Ռուսաստանն էր, գեոպոլիտիկ հովանավորները։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ Լեռնային Ղարաբաղը որպես entity, որպես միավոր հանրապետություն, միակն էր, որ չուներ արտաքին քաղաքական կռիժ։ Հյուսային Կիպրոսը Թուրքիա, չկա այստեղ աշխարհում, որտեղ այդ խնդիրները լինեն, հա ինքնորոշման, այսին տարածքային կապ չունի հիմա ոնց ենք քննարկում, ու չունենային կռիժ։ Մենք միակն էինք, որ սեփական, այո, օգնությամբ աշխարհի հետ բալանսավորված խոսելով, աշխատելով, մեկից ստանալով, մեկին խոստանալով, մեկ հետ գժտվելով եւ այլն, մենք միակն էինք, որ ինքնուրույն առանց գեոպոլիտիկ կռիժի կայացրել ենք մեր սեփական ժողովրդի ինքնորոշման իրավունքի ֆենոմենը, ու մենք տեղ չեղան, ու երբ որ եկավ հարցը պաշտպանելու, բոլորը ասացին դուք եք կայացրել, կռիժ չէիք ուզում, դե դուք էլ պահեք։ Հիմա ով է կռիժը Թուրքիան։ Չկա, այսինքն այն ինչ որ իրանք կուլ են։ Հայաստանի քեյսի կռիժը ով է հիմա։ Թուրքիան, Թուրքիա, միանշանակ։ Այսինքն երբ որ ասում են Եվրամիություն ենք ուզում գնանք, հա, իհարկե մի այլ բան, որ Եվրամիություն սուտ, կատարյալ սուտ է, չէ՞։ Կներես, էլի բաց խորհրդած։ Գիտեմ, կատարյալ սուտ է։ Կատարյալ սուտ է։ Երբ որ ասում են ուզում եմ ասեմ, երբ որ ասում են գնում ենք Եվրամիություն, պետք է հասկանանք, որ գնում ենք Թուրքիա, այդպես։ Միանշանակ, մեր մոտակա մեզ հրամցվող արևմուտքը, Բրյուսելը չի, Փարիզը չի, Բերլինը չի, մեզ հրամցվող արևմուտքը վիզերի ռեյսերին մի նայեք։ Այդ ուրիշը, ասում եմ, вы туризм с эмиграцией не путайте, а վիզերի ռեյսերի ցանցին մի նայեք, մեզ հրամցվող արևմուտքը Թուրքիան է։ Գիտեմ, դրա համար եմ։ Հայ ժողովրդի պատմության մեջ մշտապես Եվրոպայա եղել Ռուսաստանը։ Խի, որովհետև պարսիկներն էստեղից, իսլամ, արևելք, թուրքերը էստեղից, իսլամ, արևելք, քրիստոնեական մեր պատուհանը բացառությամբ Կիլիկյան Հայաստանի ժամանակահատված եղել է Ռուսաստանը։ Այսինքն այս բանն էլ կա, չէ՞, մեր պատմական ընկալ։ Հիմա մեզ ասում ենք տանելու ենք Բրյուսել, 100 անգամ ասել եմ, Սամելոտը իջացնելու են Անկարա։ Ինչի համար շատ պարզ։ Այն ինչ որ կատարվում է մեր տարածաշրջանում, ինչքան տարի է դրա մասին խոսում ենք, հա, դա հիմա կյանքի է կոչվում, որտեղ ռուսական իրենց դարդը ինչ չեն տվել, պարզապես ես դրա մասին խոսում եմ, որովհետև իրենց դարդի պատճառով ես էլ եմ տուժում։ Այսինքն կրկնեմ, ռուս-ուկրաինական պատերազմում չգիտեմ ով է հաղթելու, բայց Հայաստան արդեն պարտվել է։ Եվ նաև գեոպոլիտիկ տեղաշարժերը տեսնում եք կենտրոնական Ասիա, ռիվոկ անում Ամերիկայի Միացյալ Նահանգների ադմինիստրացիան կներես մոռանալով, որոնց մարդու իրավունքների լրջագույն խնդիրներ։ Բայց դեպի նախկին աշխատողներ շատ ազնիվ ենք ստացի, շատ ազնիվ աշխատողները մեզ ասում են Հայաստան այդ ժողովրդավարություն մարդու իրավունքներ այդ կոռուպցիայի դեմ պայքարը great guy լրիվ տենց քանի տարի այսինքն շատ ազնիվ է այդ մարդը։ Կան Հարավային Կովկասը, Հայաստանը եւ նախկինում նաեւ Լեռնային Ղարաբաղը դառը ժպիտով ասենք, այս ամբողջ ցիպոշկային կոկորտին կանգնած բաներ։ Այդ դոմինոյի կասճաշկեներ առաջինը ընկավ ռուսները չջոգին, որ դա բերելու է իր հետևից բաներ։ Հայաստանի իշխանությունները հակառակը բրթում էին այդ քարերը, որ ավելի շուտ ընկնեին։ Ասում եք Եվրոպա, եկեմ, չգիտեմ Հայաստանում քանի օքեյ նման պարապ չկերտավոր որ նայել այդ սա։ Եվրոպական ընդլայնման առաջի գագաթաժողովներ։ Եվրոպական Բրյուսելում։ Այո, որ մասնակցում են շաբաթ։ Չէ, բաներ, լիդերները։ Ըստել նայել եմ սա, on-line թուղթու գրիչով հասկանամ ինչա կապարվում։ Մենք ուր ենք։
Նախ Եվրոպան ուր է, ում է վերցնելու, մենք ունենք Բալկանները։ Լսի, մի անգամ գոնե ձևի համար, որ ասեն, դե լավ, հիմա տեխնացու անդամը այս 10 երկրներն են, Մոլդովա, Կոսովո, Սերբիա, բանման, բայց հեռանկարի մեջ European aspirations, եսիմինչ, Armenia, դու դաժե Կամբոջա չեն ասում, Ալբանիա չեն ասում։ Կան Հայաստանը ընդհանրապես չկա եվրոպական ընդլայնման իրական քաղաքական խոսություն։ Կարող է տարբեր բաներով գցեն տենց տիպը մենք ձեր հետ ենք պուպուշ, իրականում չկա դա։ Այդ օրակարգը չկա։ Եվրոպայում այդ օրակարգը չկա, ավելին ասեմ, մինչև 2030 թիվ, то есть через 5 տարի։ Նայ հորիզոն եմ քեզ ասում։ 10 անդամ, 10 տեխնացու պետություն կա հիմա, հա։ Թուրքիան քանի տարի է սպասում։ Թուրքիան, կստати, այդ кейսը չի, որով մենք պետքա չախենք Նիկոլե։ Չէ, ուրիշ բան, Թուրքիան չի թողելու, որ մենք մտնենք։ Մի քանի кейսեր։ Եթե նույնիսկ Եվրոպան շատ Մի քանի кейսեր կա, որ ավելի ուժեղ են չախում այս սուտը։ Հյուսային Մակեդոնիայի кейսը դեպքը։ Հյուսային Մակեդոնիան 2000-ականների սկզբից գերազանցիկ էր բանի, եվրոինտեգրման ռեֆորմների բանի եւ այլն։ Արդեն մտնելու վախտն էր, ասենք որ պետք է մտնեն։ Մի հատ ՆԱՏՕ պետք է մտնեն, մի հատ ԵՄ։ ՆԱՏՕ-ի շեմին հույներ ասին ստոպ տվեք։ Գիտեք, Մակեդոնիան այդ մեր անունն է, մեր տարածքն է, մեր կամ փոխեք ձեր անունը երկրի, կամ ձեզ չենք թողում ՆԱՏՕ։ Ստիպված փոխեցին, որտեղ ուզում են Եվրոպա։ ՆԱՏՕ-ն փոխեցին։ Ասին, «Վсё, հեսա արդեն ուր որ այա մտնում ենք»։ Հենց հույները հանեցին իրանց վետոն, մակեդոնացիք մտան ՆԱՏՕ, հայտնվեցին բուլղարները, ասին ստոպ տվեք։ Այստեղ մոմենտ կա, որովհետև ձեր երկրում ապրում են մեր հայրենակիցները պատմականորեն, եւ ձեր համանությունում դուք պարտավոր եք գրել, որ իրանք պետականաստեղծ ազգային փոքրամասնություն են։ То есть исторически, այսինքն ոչ թե միգրացիայի, ոչ չէ։ Դիասպորա չի, էլի։ Ի բնեին այդտեղ։ Այս մակեդոնացիները ասենց տիպը էլի խափիկա միջև հիմա 25 թիվն է։ Մակեդոնացիք չեն կոտրվում։ Չի Վրաստանը։ Նրանց կոտրում են, չեն կոտրվում։ Ու չեն թողում։ Ուկրաինան։ Հիմա նայ, միջև 2030 թիվ այս սամիտի արդյունքներն եմ ասում, այսինքն այն ինչ որ իրանք որպես պլանավորում։ Մի երկիր հաստատ ընդունելու են, դա Մոնտենեգրոն է, Չեռնագորիան է։ Մյուս երկիրը, որ տենց կարող է ընդունեն, կարող է չընդունեն, կամ Ալբանիան է, կամ ես Հյուսիսային Մակեդոնիան, եթե կոդրվեց։ Այս խեմ ասում, սահմանություն պետք է փոխել։ Զուգահեռը ջոգում եք։ Կա Նիկոլինն էլ են պարտադրում սահմանություն փոխել, ընդել են պարտադրում։ Նիկոլին Ստեալիևն է պարտադրում։ Ընդե գոնե եվրոպացիք են պարտադրում, հասկանում ես, ընդե բլիթը հաստատ կրուասան է։ Կոպիտ ասած, եթե դա պարտադրում են ինչն է այդ փոփոխությունները մտցնել։ Այսինքն այդ պրոստը փոփոխություն չի, չէ՞, դա ազգային ինքնության փոփոխություն է։ Դա պետության, ես չեմ ասում ով է ճիշտ, ով է սխալ, չեմ մտնում այդ անտրապոլոգիցկի, իստորիցկի մշակութաբանական վեճի մեջ, թե մակեդոնացիք ովքեր են, հունական ծագում ունեն, սլավոնական ունեն, առանձին են, չեմ մտնում այդ բուլղարներ են, սերբեր են, խառնուրդ են, այդ խնդիրը կա իրականում։ Բայց մարդկանցից պահանջում են ինքնության վերաշարադրում։ Վերաշարադրեք, անունը փոխել եք երկրի, այդ արդեն ինքնություն։ Դե հող են նախապատրաստել, այստեղ կհամաձայնեն, ինչ է։ Դրա դիմացը Եվրոպային խոստանում։ Նույն սերբերին ասում են Կոսովոն ճանաչեք, չէ՞, հիմնական խնդիրը մենակ Պուտինի հետ այդ Ռուսաստանի հետ իրանց կապերը չեն, Կոսովոն ճանաչեք, դուր ավելի արագ կբացվի ձեր առջև Եվրոպան։ Չեն անում, չէ։ Մենք միակն ենք, որին ինչ ուզում անում են, ու պրիտոմ ни за что։ Մեր Նիկոլա, անենց էժան գնովա ծախում, անենց լուրջ հարցեր, որոնք երբևէ ծախելու առարկա չպետք է լինեն, երբևէ, այո, ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Եթե դա իր համար արժեք չի, կոպեկով էլ կծախի։ Հիմա վերադառնանք, շեղում եմ կներես, վերադառնանք բուն թեմային։ Հայաստանը եվրոպական ապագա չունի։ Թայմինգի առումով, դա թայմինգի ժամ։ Եվրոպական միությունը 5 տարի հետո օնլայնվելու է 1.5 երկրով, որոնք մեզանից առաջ են, Մյուս հեռանկարը, որ ռեալ է, դա Մոլդովան է, որովհետև հեշտ է Մոլդովայի պարագայում, բայց դաժե այդ պարագայում, տես եվրոպացիք չեն ասում, չէ, Մայա Սանդուին խոսքի, լավ է ցավը տանեմ քեզ պետք է այդ Պրիդնիստրովյան բանարա տուր Պրիդնիստրովյան լավ ապրի, թեթև ապրի։ Թոկը հանի։ Չէ, թոկը հանի, չեն ասում, չէ։ Պրիտոմ ինչ թոկ է, իրական թոկ է,
ռուսական խաղապահներ, ռուսական մեծագույն զինամթերքի սկլատ պահեստ կա այնտեղ։ Ոչ մի եվրոպացի պաշտոնյա почему-то չի ասում Սանդո ջան, բրախել է թոքը կդրի արի Եվրոպա։ Չի ասում։ Ու չի ասելու։ Սանդուն էլ ինքը կարա քննադատեք իրան ինքը իր շահը ազգային շահ է, ոնց հրաժարվես քո պետության տարածքից։ Ոնց հրաժարվես նրանից, ինչ որ դու համարում ես քոնը։ Չի անում, չէ՞, թեպետ հեռանկարը գրռալ են Եվրոմիություն մտնելն է ու ռեալ է 1.9 միլիարդ ֆոնդ է ստեղծվել, իրական ոչ թե ստեղի խոստացած է, որ դեսպանը գալիս է, Շարլ Միշելը ասում է 26 միլիարդ ենք տալու, 4 տարի հետո դեսպանը գնում է ինչ-որ միտը եթե ասում է 25 միլիարդ ենք տալու, այդ հեռուստադիտողի մոտ կարող է թվա, որ 26 + 25 գժական փող են տալի, չէ, 2.5-ը 26-ն է, պրոստը քչացրել են, ու այս 5 տարվա մեջ փողը չի մտել։ Հիմա Գերմանիայի դեպքում, երբ որ Պապոյանը հայտարարեց, այսքան միլիարդ փող են տալիս, դա վար կա մեր վզին, դա հենց ինձ փող չի։ Դա ցածր տոկոսներով բերելու են բանկերին տան, բանկերն էլ մեծ բարձր տոկոսներով տալու են քաղաքացիներին։ Դա առանձին սուտ է, չէ՞, որ ասեց մա բանկեր են վերցրել, որ զենք առնեն։ Այն որ հովիտներ չէ գրել Ավետիսյանը։ Հա, Ճիշտ հաշվել էր։ Հա։ Գրել էր։ Հա, Ֆիննախի պաշտոնական տվյալների հիման վրա։ Դաժե եթե դիցուկ դու այդ սաղ փողը վերցրել ես, տվել ես զենքին, դիցուկ բանայի բյուջեն, սաղ վարկային փողը դիցուկ, 3.5 միլիարդ է անում։ Դու արտաքին պարտքը ավելացրել ես 8 միլիարդով։ Այսինքն նույնիսկ եթե բանայի բոլոր ծախսերը 5-6 տարվա մեջ պարտքով են արվել, ինչ ինքնին զավեշտ է, չէ՞ որ դու ասում ես տնտեսություն աճում է, ես իմ այսինքն դու պարտքով ես արել, հա։ Չհասկացա, այսինքն ինչ սուտ եք խոսում, էլի։ Անկամ եթե քո սուտը ճիշտ է, դու էլի սուտ ես խոսում, որովհետև այստեղ նժարի վրա 8 միլիարդ ասել եք ու ասում, դա սովորական երևույթ է արդեն իր դեպքում։ Իր դեպքում 5 տարի հետո երկու երկիր ընդամենը։ Այս տեմպերով եւ այնտեղ լիքը երկրներ կան, Հայաստանից ավելի կարեւոր են, հա։ Երբեք Եվրոմիությունը չի ընդունելու, ես իմ պրոգնոզն եմ անում, երկիր, որը ունի ընդհանուր սահման, մերձավոր արևելքի հետ, այնպեսի ինչպեսի մենք ունենք։ Դու պատկերացնում ես Բերլինում կամ Փարիզում որևէ իշխող որևէ խորհրդանական ընտրություն, որտեղ քաղաքական ուժերը ասեն, ես Հայաստանի եվրոինտեգրմանը կողմնակից եմ, ու քաղաքացին չնայ Հայաստանը որտե է Իրանի սահմանի լուրջ։ Դուք Իրանը բոբո եք սարքել եվրոպական արևմտյան ընկալումների մեջ, Եվրոմիությունը ընդլայնում եք միջև բոբո, հաստատ։ Այդտեղ ակնհայտ է, չէ՞, որ դա երբեք պոպուլյար թեմա չի լինելու, առնվազն տեսանելի հորիզոնում։ Պլյուս չասեմ, որ առանց Վրաստանի անդամության Հայաստանը անգամ աշխարհագրական բան չունի, էլի, հեռանկար չունի։ Թուրքիան երբեք չեն ընդունելու, մոռացեք, բայց խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Այստեղ գալիս են ռուսական անալիտիկ կենտրոնների մեծագույն սխալը։ Իրանց թվում է, որ դե Եվրոմիությունը բան խնդրեմ չի, կարևորը ՆԱՏՕ չմտնեն, բայց ակնհայտ է, չէ՞ որ շատ ավելի հաճախ ու շատ ավելի հեռանկարային ու շատ ավելի ռեալ պոլիտիկի մասով, այս տեմպերով ավելի շուտ ՆԱՏՕ-ի զոնտիկի հեռանկարն է Հայաստանի վրա, քան Եվրոմիության։ Ակնհայտ է, չէ՞ որտեղ Թուրքիան ՆԱՏՕ-ն է։ Հա, միանգամից զորքը բերում է, կուրացիան անում է, վերջացավ։ Եվ ի տարբերություն Եվրոպական միության այդ բյուրոկրատացված պրոցեդուրաների շատ, այստեղ կոնկրետ քաղաքական որոշման հարցը, կոնկրետ։ Եվ ստանդարտները բան է, սա լուծվող հարցեր են։ Այսինքն, այս տեմպերով, եթե Մոսկվայում կարծում են, որ եվրոինտեգրումը հեռանկար չունի, ակուդանի դենուցը, այս իրանց էլ եմ քննադատում։ Իմ խնդիրը այն չի, որ մենք ինչ-որ մի կենտրոնի հետ շահկապված լինենք։ Իմ խնդիրը այն է, որ կենտրոնների մեջ ես մնամ գոնե իմ գյորա, այսպես ասած, որպես պետություն, ոչ թե հայերով բնակեցված տարածք։ Մանաշտյան, կամ էթնոգրաֆիկ թանգարան բաց երկնքի տակ, որ կան դաթա ուտեն։ Որ ձեռք տալիս, որ Հայաստանի պետությունը այստեղ լինի։ Ինձ շատ ուղիղ հարց եմ տալիս, հետևաբար ես այդպես եմ նայում, ով կարող է լինել մեզ դաշնակից կամ չգիտեմ, որ երկրներին է ձեռք տալիս, որ Հայաստան պետություն լինի եւ որոնց է ձեռք տալիս, որոնց համար է մեկ Հայաստան կլինի, թե չէ, եւ այսպես։ Առաջինը, որ Հայաստանի պետություն չեն ուզում ակնհայտ է, դա Թուրքիան է եւ իր հետ շահկապված ուղիղ խաղացող։ Թուրքական աշխարհի եւ այլ, հա։ Դեպի ես բոլորին չի ասի թուրքական աշխարհ,
նույն Թուրքմենիայի հետ, Պակիստան օրինակ, թուրքական աշխարհ չի։ Դե հա, բայց համագործակցության Թուրքմենիայի հետ, Թուրքմենիայի որ թուրքական աշխարհ, մենք շատ լուրջ հարաբերություններ ունենք։ Առաջին նախագահից սկսած թուրքմենական գազեր չէ գալի։ Այսինքն գնում էր Արցախյան պատերազմը, բայց թուրքմենակ հետո բոլոր ադմինիստրացիաների եւ հատկապես Սերժ Սարգսյանի օրոք հայ-թուրքմենական հարաբերությունների բնույթը, ու չեմ կարող ասել ռազմավարական, բայց հաստատ տակտիկական չէր, հաստատ։ Այսինքն այն ինչ որ Թուրքմենիան կարար աներ ու չէր անում մեր դեմ, այդ պետք էր գնահատել։ Եվ դա ակնհայտ է, չէ՞, օրինակ Ադրբեջանը թուրքմենական բախումները Կասպից ծովում, այդ կռիվները նավթագազային հորերի բաների համար մենակ դա չէին, նաև թուրքական աշխարհում դեմք լինելու խնդիրներ, հա, եւ երկուսն էլ օգուզ են թուրքական ցեղերի։ Դա հիմա ով է ձեռք տալիս։ Հիմա դաժե դա չեն աշխատում։ Մեծ հաշվով արևմուտքին էլ։ Հիմա հեսա մտնելու են ընտրական փուլը, ընդհանրապես են մոռանալու մեզ։ Օրինակ Միացյալ Նահանգները։ Աջանալի ազնիվ խոսենք։ Եթե չլիներ Կոսովոյի հետ կապած այդ ամբողջ գործընթացը ուժային, բայց 2008-ի վճռով եւ այլն եւ այլն եւ այլն, Հայաստանը երբևէ Կոսովոյի տեղը կհիշեր։ Շահը բռնես, չէ՞ որ պետք էր։ Հա, իհարկե։ Որտեղ Ղարաբաղը Կոսովոյից ուժեղ էր։ Հա, որ կարելի է արդեն ասացի գեոպոլիտիկական որպես Իրանով էր, երկրորդը ուժով չի բանարվել, հա, եւ երրորդը իրավական միջազգային իրավունքի հիմքերով արվել դա Արցախյան անկախությունը։ Բայց եթե Կոսովոն այդ խնդրով մեր ռադարների վրա չհայտներ, կյանքում կմտածեիր Կոսովո լինի, չլինի։ Այդ օրինակ խեմ բերում, մենք էլ ենք, չէ՞, մեր արտաքին քաղաքականության մեջ պրագմատիկ, ռացիոնալ մոտեցումներով առաջնորդել։ Իհարկե չենք մոռացել արժե համակարգը, որովհետեւ նույն ցեղասպանությունների ճանաչման կանխարգելման բան գործում Հայաստանը մերօրոք դարձավ առաջատար, հետո Նիկոլ եկավ դա էր խուրդեց, հա։ Ինչ որ իմաստով դա ջրբաժան էր։ Այո, եւ դա այն կարմիր գիծն էր, որը եթե Արցախի հարցով ինքը ավելի շատ այս 42000 քառակուսի կիլոմետրի վրա ապրող հայերին էր նսեմացնում, ապա ցեղասպանությունը խուրդելով ինքը ամբողջ հայությանն է, չէ՞, նսեմացնում։ Ում այս պայդրությամբ կներեք սա վատ հնչի, բայց ճիշտ է դա, թե չի կարելի խաբել արդեն, էլի, իրար խաբել նախ եւ առաջ։ Ես Սփյուռքից արձագանք չեմ տեսնում։ Սփյուռքի փոխարեն Լեմկինի միջազգային ինստիտուտը շատ կոշտ քանի անգամ հայտարարություններ արեց, ընդ որում նշելով, որ Նիկոլ Փաշինյանը այդպիսով ցեղասպանության հարցում ինքը կրկնում է թուրքական թեզերը։ Շատ հստակ, շատ կոշտ հայտարարություն արեց։ Էլի եկան քո հարցին։ Եվրոպական միություն։ Ես Եվրոպա քիչ թե շատ գիտեմ, հա։ Եվրոպական միությունը անգամ 44-օրյա պատերազմից հետո մի քանի փաստաթղթերում լուրջ փաստա արձանագրել է, որ Ադրբեջանը ագրեսոր է, որ գործել է ռազմական հանցագործություններ եւ պետքա պատժվի, որ Թուրքիան ապօրինի ձևով բայվիկներ է բերել այստեղ, որ կիրառվել են զենքի տեսակներ, որոնք այսինքն այդ արձանագրված է 20 թվականի եվրոպական զեկույցներում արտաքին քաղաքականության եւ անվտանգության դա արձանագրել, ավելին ասեմ քեզ, 21-ում էլ արձանագրել։ Դե իրենք իրենց ապահովագրել են ի վերջո։ Իրենք դա չեն, մեկ այո եւ երկրորդը, բա հետո խի չկա, շատ པարզ իրենք տեսան, որ այս կլիենտի վեճը չի вообще։ Այս կլիենտը ավելի շուտ է հանվում, քան իրան ասում են հանվի։ Ինք ավելի շուտ մուզիկան չսկսած հանվում է կլիենտ։ Ու հանեցին Թուրքիայի հետ Թուրքիայի անդամակցության հարցում Եվրոմիության, հիշում ես, մշտապես ցեղասպանության, հայոց ցեղասպանության հարցը եղել է նախապայմաններից մեկը։ Այո։ Դաժե բան կար, սպիկեր կար Եվրոպարլամենտի Շուլցը, եթե Մարտին Շուլցը, թե չեմ սխալվում, կնայեք, անգամ հայտարարել է լինելով Եվրոպարլամենտի սպիկեր մի 10 տարի առաջ, մեր օրոք, նախկինների բան, որ մինչև Թուրքիան չճանաչի հայոց ցեղասպանություն, բառացի չեմ ասում, իմաստ եմ ասում, չի կարա դառնա Եվրոմիության անդամ։ Կան հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի կողմից իհարկե իրեն շահներ եվրոպացիների, բայց իրանք դա ասում էին, չէ՞։ Հիմա դա вообще չկա։ Թուրքիայի զեկույց 120-ը Եվրոպական միության անդամակցության վերլուծությունն է, դե խիատեն շատ, կրիտերիաները շատ են, ամեն կրիտերիա։ Ման հայերը հիշատակված են հայկական հարցը։ Միտեղ գրած է, որ Թուրքիայում արգելվում հայոց ցեղասպանության
օրվա նշումը զանգվածային միջոցառումներով, միտեղ գրած է, որ հայերին, եզդիներին, հրեաներին, հույներին բան մի քիչ ճնշում է Էրդողանը, միտեղ գրած է, որ այսին պատրիարխ բան տենց կա, в общем, այսինքն դե որովհետև Փաշինյանը մաքրում է Թուրքիային, այն ինչը որ խոչընդոտել է Թուրքիային դառնալ Եվրամիության անդամ, Փաշինյանը մաքրում է, բա ինչ է անում։ Չէ, այդ չի։ Չեմ համաձայնվի որ դա է, գիտես, ինքը ոչ թե Եվրամիության ճամփեն է բացում Թուրքիայի համար, գիտի կյանքում չի, Թուրքիան կյանքում չի լինելու Եվրամիության անդամ, մոռացեք, իրանք էլ լավ գիտեն դա։ Նիկոլ Փաշինյանը պարզապես իր խաղի համար Էրդողանին է վաճառվում, ուրիշ ոչ մի բան։ Չզարմանաք, այո, ինքը դառնա թուրքական պետություններում Հայաստանը դառնա դիտորդ անդամ մի օր, եթե սան չառունակվի։ Թուրքական պետությունների կազմակերպությունում գնան ասեն, մենք էլ ենք դիտորդ ենք ուզում։ Անաշտյան, թեման մի քիչ փոխեմ, հա։ Սերժ Սարգսյանի հարցազրույցում բավական ուշագրավ հայտարարություններ եղան։ Իհարկե մենք անդրադարձել ենք Սվիտալսկու դերակատարությանը, Եվրամիության նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկու հեղափոխությունից առաջ եւ բուն հեղափոխության օրերին, նույնիսկ մենք հոդված էինք հրապարակել, մեր աղբյուրները ֆիքսել էին Սվիտալսկու եւ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի գաղտնի հանդիպումը Երևանի սրճարաններից մեկում ներկայացրել էինք ֆոտոներով այդ ամեն ինչը եւ ընդ որում շատ հետաքրքիր էր որ այդ հանդիպումը տեղի էր ունեցել դատարանների մուտքերը արգելափակելու նախորդ երեկոյան, հա, այսպես գիշերով էին հանդիպել եւ ոչ միայն դա, բայց մենք առիթ ունեցել ենք իհարկե Սվիտալսկու դերակատարության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, հա, անդրադառնամ, որ ինչ որ մեկը առաջարկել է Նիկոլ Փաշինյանին փոխվարչապետի պաշտոն, Սվիտալսկին դա պատմել է քաղաքական գործիչներից մեկին։ Ես իհարկե դեռ չեմ հրապարակի, որտեվ ես ոնց որ թե գլխի եմ ընկնում, թե Սվիտալսկին դա ում է պատմել դիմադիր ներկայացուցիչներից դարձյալ այն ժամանակ էլ, այնուամենայնիվ, բայց դուք ասել եք, որ մի հարցազրույցում, որ Սերժ Սարգսյանը նկատի չուներ, հա, Կարեն Կարապետյանին, այլ պատկառելի կենսագրությամբ մեկն է առաջարկել Փաշինյանին փոխվարչապետի պաշտոնը այդ օրերին։ Ես այդպեսի բան չեմ ասել, այնտեղ երկու բան մի քիչ խառնել եմ, ձեր վերացիցատում երկու բան։ Ես ասել եմ, որ դե Նիկոլը ինչ էր ասում։ Դուք ասում եք Նիկոլը վերագրել էր Սերժ Սարգսյանի բառերը Կարեն Կարապետյանի ուղղությամբ եւ սկսել էր հասկացել։ Մենք պատասխանատու չենք մարդկանց ընկալումների համար։ Հա, իմ մտքերի համար դուք պատասխանատու չեք։ Ես էլ այդպես մտածել։ Սերժ Սարգսյանը այդտեղ անգամ իր հարցազրույցում ակնարկ Ահա լուսանկարը, հա, իհարկե վատ է երևում, բայց սա գաղտնի Սարգսյանը չի ակնարկել որևէ ակնարկ չի արել Կարեն Կարապետյանի ուղղությամբ։ Իսկ այդ պատկառելի կենսագրությամբ հատվածը իմ ձևակերպումները վերաբերում է մարդու, թե ով դա գիտի, ում Սվիտալսկին դա պատմել է։ Հա։ Սվիտալսկին դա պատմել է պատկառելի կենսագրությամբ, քաղաքական կենսագրությամբ մարդու։ Իսկ Կարեն Կարապետյանի հետ կապած, Նիկոլը հորինում է թիրախ եւ սկսում է թիրախի դեմ, այսպես ասած, ցուցմունքներ տալ իբր պայքարել, մանավանդ որ այդ խոսակցությունը Նիկոլին պաշտոն առաջարկելու խոսակցությունը կապ չունի Նիկոլի եւ Կարեն Կարապետյանի հանդիպան այն 4 դրվագների հետ, որ Նիկոլը շարադրեց։ Հիմա գամ արմատական, հա, խնդրին Սերժ Սարգսյանի հարցազրույց։ Գիտեք, իհարկե ինքը շատ հագեցած հարցազրույց էր եւ մարդիկ ազատ են այդ հարցազրույցին վերաբերել որպես մենյու եւ այնտեղից ընտրել թեմաներ, թե ինչի շուրջ են ուզում խոսել։ Բայց այդ մենք խնդիր չունենք։ Հարցազրույց այնքան հագեցած էր, որ այո, թող լինի քաղաքական օրակարգերի մենյու, ընտրեք ինչի մասին եք խոսում։ Բայց իրականության մեջ ինքը կոմպլեքսնի աբեդ է։ Ինքը ընդհանուր պետք է դա վերցնել, ախի, որովհետեւ խնդիրն է, մենք հասկանում ենք, որ 18-ի թեման բան ինքը կոնսպիրոլոգիա կա, ինքը բամբասանքներ կա։ Չէ, ոչ միայն դա, նույնպես լրագրողին հետաքրքիր է, մի օր ես ուզում եմ անպայման որ Կարեն Կարապետյանը նույնիսկ եթե հնարավորություն լինի, ես կուզեմ ինքը պատմի բաներ։ Այո, ինչպես կասեր Նիկոլը լեգիտիմ է, այդ բառը պետք է ամեն տեղ խցկել, թե ձեր Նապոլեոնի կռեմը լեգիտիմ է, շատ լավն է, այդպես էս բանը լեգիտիմ է սա։ Մենք էլ խուրդ ենք այդ բառը, որովհետև չկա լեգիտիմություն Հայաստանում։
Ես համաձայն եմ, որ եթե հետաքրքիր է 18-ի հետ կապված, նորմալ է դա, բայց գիտես, դա մի քիչ ռետրոսպեկտիվ, չասեմ պատմագիտական, բայց այնուհանդերձ Նիկոլին այսօր ձեռտվող օրակարգ են։ Մենք չենք Սերժ Սարգսյանը 18-ի մասին ինչ կան բացվել։ Խի եմ դա ասում, որ ազատ եք ձեզ թեմաներ ընտրելով։ Մի բան եմ մենակ խնդրում, Գարաչին անպայման վերցրեք այդ մենյուից։ Գարաչին 18-ը չէր։ Գարաչին 44 օրյա պատերազմն էր։ Այն ամեն ինչ որ բերեց այդ պատերազմին եւ դիվանագիտական եւ ռազմական խնդիրները Սերժ Սարգսյանի մենյուի Գարաչին այդ էր Արցախի խնդիրը, պատերազմը, բանակցային դիտավորյալ տապալումները։ Չէ, ես ընդհանուր Արցախը հենց դրա համար, հա, որովհետեւ դուք եք որ այդ օրերին ասում եք սա Սերժին մերժելու բան չի, սա Արցախը հանձնելու համար է արվում 18-ը։ Այդ հեղափոխություն կոչվածը գունավոր։ Այո, դա երևում է, դրա համար ասում իրար հետ կապ ունեն։ Դա երևում էր, երբ որ շարում էիր դաժե այդ ժամանակ։ Մի չեմ ուզում հիմա գլուխ գովան, որ տիպա տենց մենք ՀԿ-ով մի բանով խելոք ենք, մեզ չլսեցիք, չէ, խելոք ենք նորմալ պետք է բացատրենք մարդկանց, այդտեղ էլ մեր մեղք։ Չէ, այդտեղ բացատրելու խնդիր չէր, կներեք այդ ժամանակ։ Ուշ էր արդեն, երկրաշարժը եղել էր եւ ցունամի ալիքները մոտենում էին լողափին այդ ժամանակ դուք են Կասանդրա Գուշակի ով էիք ընկել, հա, աստվածները պատժել էին, չէին հավաք, չէին վստահում, ով էլ լիներ իհարկե այդ օրերին այնքան աղմուկը շատ էր։ Այդքանի այդ օրինակը բերեցիք մի հատ հիշենք, հա։ Կասանդրային Ապոլոնը խի պատժեց, որովհետև Կասանդրան Ապոլոնին ասեց չէ։ Դրա համար պատժեց։ Եվ այս պատահական չեմ ասում, չէ։ Եթե դուք մեզ հիշեցնում եք, որ այս Կասանդրա հետ մենք Ապոլոններին չէինք ասել։ Եվ այս այսպես ասած աստվածային պատիժը այդ հունական դիցաբանության դեպքում չէի հետևանքա։ Եթե Կասանդրան ասեր հա, դիցաբանությունը ուրիշ պատմություն կունենար։ Արաշտյան 98 թվականի իշխանապողությունն էլ է եղել։ Հայաստանի Հանրապետության ողջ պատմությունը այսօր Արցախի մասին է։ Եվ բերեցին մեկին, որի համար Արցախը 0 արժեք ունի, եւ ինքը պատրաստ է ամեն ինչին ասել հա, պարզ չի։ Հա, պարզ է։ Ինքը իշխանություն իր սեփական աթոռը պահելու դա շաբլոն չի, դա հասկանում եմ բոլոր դավադիտները այդ ձևակերպում, բայց դա փաստ է։ Նիկոլ Փաշինյանի գեր 1 նպատակը, թիվ 1 նպատակը սեփական իշխանության վերարտադրությունն է։ Ուրիշ նպատակ այդ մարդը։ Բայց մարդը գիտի, որտեղ անվտանգության խնդիր ունի, ինքը շատ լավ հասկանում է ու իր թիմակիցները մի խմբակ իրենք հասկանում են, այս արևի տակ միտեղ պիտի իրենք որպես բժիշկ ձեր մոտեցումը ընդունում եմ, բայց որպես քաղաքական գործիչ չէ, որովհետև երբեմն այդ վերլուծությունը որպես բժիշկ ընդունում եմ, այո, պատճառը հետևանքային կապերը, բայց որպես քաղաքական գործիչ չեմ ընդունում, որովհետև մի տեսակ արդարացում է հնչում դա իր համար։ Նիկոլը վիզա դնում այս ամեն ինչը մնա իշխանության, որովհետև խեղճը ֆիզիկական գոյության գարանտիաներ ունի։ Բայրամովը երբ որ բացահայտեց, թող վեր կենան ոչ թե Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո բան, այսպես անդադ ներվային հիստերիկ գրառումներ անի, Բայրամովին պատասխանեք, Ալիևին Բայրամովը ինչ ասեց։ Բան են առաջարկել, ասելա դուք ուզում եք ինձ սպանեն։ Չէ, այսինքն քեզ չսպանեն, դու քո կաշվի համար վախենում ես։ Այն տղեկին տարար սպանեցիր։ Էտա ստացվում։ Սա հասկանում եք, սա շատ ինձ համար ամենակարևոր բանը Բայրամովի ասածների մեջ։ Ինքը վախում է իր կաշվի համար, որ իրանք կսպանեն այդ որոշ բան համար, բայց կտանի 5000-ից ավելի տղաների կրակի բերան կսպանի։ Մեր վարչախումբը այնքան է խաբում մեր ժողովրդին ու մեզ բոլորին, որ այո, ստիպված տեղեկատվական անվտանգության խնդիրներն էլ այսպես ասած գիտակցելով, մենք սկսում ենք ադրբեջանական աղբյուրներ ավելի խորը ուսումնասիրել։ Խի որովհետև Նիկոլը մեզ խաբում է, նրանք էլ են ֆրցնում պարզը։ Դե հասկանում եմ, բայց դուք մոռացաք Նիկոլը ոնց արձագանքեց Բայրամովին։ Ո՞ր մեկը։ Այս բանում ԱԺ-ի բրիֆինգում ասաց Բայրամովը խոսում է մի ժամանակահատվածի մասին, որում ինքը դաժե նախարար չի եղել։ Չի ասում, է սուտ ասում։ Հետո էլ ասում է բանավոր ժանրը իմ ժանրը չի։ Այ Նիկոլ, եթե բանավոր ժանրը քո ժանրը չի, երեք նախագահային բանավեճի խես կանչում։ Բանավեճը ընդհանրապես բանավոր ժանր, չէ՞, բանավոր ժանրի շրջանակներում վեճ։ Կան ինքը որ սուտ է խոսում, դաժե չի մտածում,
որ այդ սուտը գոնե շահկապվածություն ունենա իր նախորդ ասածների հետ։ Բացարձակ ամեն անգամ են փղի պես թրքում է, այդ եմ ասում ձեզ։ Բայրամովին արձագանքել, ասել է Բայրամովը նախարար չէ։ Խի Նիկոլ, դու ով ես, որ խոսքի Բուդապեշտի սամիտ ես քննադատում, քննարկում կամ Քիվեստ կամ Կազայն, դու ով ես։ Դու էլ այդ վաղ ոչ մի բան էիր, էլ ավելի ոչ մի բան։ Այսինքն այդ կրոտիտների մակարդակը այնքան պրիմիտիվ է։ Ադրբեջանում Զուլֆուղարովը կլինի նախկինից նախկին արտգործնախարար, Մամեդյարովը կլինի թե Բայրամովը, իրանք ունեն, հա, իրենց մի կենտրոնից են բոլորը ուղղորդվում։ Նույնիսկ հիմա երբ որ պաշտոնաթող են նրանք առանց փոխհամաձայնության կենտրոնի հետ ծամում ես հարցը, որ մարդիկ հասկանում են կնես չի, ես Բայրամովին գիտեմ, հələ կրթության փոխնախարար էր ինքը, ես իրան գիտեմ, հարցը չի, ինքը տենց նիկտո է։ Հասկացա, բայց այնտեղ կա պետություն, ադմինիստրացիա Ալիևի վերջ։ Ինքը դաժողպես ԱԳՆ է նիկտո, որտեվ հիմնական արտաքին բլոկը այնտեղ բան էր Գաջիևն էր կուրացիանում, Հիկմետ Հաջիևը, հա։ Այո, Հաջիևը։ Հիմա այս թարմ օրինակ հիշացեցիք ստերի, հա, խի չենք վստահում Նիկոլ, պարզ։ Հելան Տրամպ ասեց 99 տարով է այդ Վաշինգտոնյան, հա, սրանք ասին սուտա, թուղթեսակը հրապարակենք, թուղթը հրապարակեցին, տեսանք, որ կամ Տրամպն է ստախոս կամ Նիկոլը։ Հարգելի հետևորդներ, մեջ բերեմ ուղիղ Փաշինյանի խոսքը, հա։ Նա ասում է, այո, ազգային ժողովում հայտարարեց, որ քննարկվում է Թրամփի երթուղին, դա մեր Սյունիքը, 49 կամ 99 տարով վարձակալության տալու սցենարները։ Նա կոնկրետ հայտարարությունը արել է եւ չմանրամասն ավելի։ Խնդրեմ, մարդ ասե, այդքան ասում էին արտապատվիրակում, ասում էին տալիս էս տարածքը, ինչ ինքնիշխանություն, ինչ լեգիտիմություն։ Կամ պետք է հավատան իմ ասածներին, կամ որ չի հավատում, թող գնա կարդա։ Ինչը։ Ինչ որ ասել եմ առհասարակ Լյուբոյտեղ, այդ թվում ձեզ մոտ տաղար ու հիմա ինչ որ ասել է։ Հայ-ամերիկյան այդ 3 փաստաթղթերից մեկը վերաբերում էր տրանսպորտային համագործակցությանը, չէ։ Մեջը կա 49 տարի կամ 99 տարի։ Չէ։ Այդ թուղթը ումա պետք։ Եթե բանավոր կողքը նստած է, ասեց Թրամփ, այս ինչ է անում Դոնալդ Թրամփը գնում, ես ինչ որ թղթեր հրապար, հետո մի հատ իր այդ ճիվաղները հրճվում են, ասում են, ընդդիմություն տեսա, որ ընդ այդպես բան չկա գրած։ Արա չկա գրած, որովհետև դուք բոլոր լուրջ բաները թղթից դուրս եք անում։ Ավելին Թրամփը ասեց մի հատ 99 տարի, մի հատ էլ կանեն։ Այդ պատասխանի է, բերանը ջուր արած նստած է իր կողքը հրճվում է։ Նիկոլը խափում է մեզ ամեն ինչում, ու մենք ստիպված ենք, այո, Թրամփ ամենազնին է, ես դες ասեցի։ Ցավոք սրտի շատ հաճախ ադրբեջանական տեղեկատվական փաստական տվյալները նույնպես դառնում են իրականություն։ Եվ ես նորից կրկնում եմ վաղեմի երազանքս։ Իմ երազանքներից մեկը, ես ուզում եմ տեսնեմ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին 2020 թվականին։ Ահա դուք դա լսել եք, հա։ Անընդհատ պնդում եք, դուք դա լսել եք ոնց որ։ Ես գիտեմ, ես չեմ լսել, ես գիտեմ։ Ես ուզում եմ դա տեսնեն մարդիկ։ Ես ուզում եմ, գիտես խի չի, այդ հարցազրույցը 19 թվականի բանակցային առաջարկից ավելի մեծ բոմբա իր տակ։ Բոմբա դա։ Մի քիչ բացեք, ինչ է ասել։ Ասում եմ, հաջորդ օրը պատերազմն է սկսում, ու ինքը պատերազմից, երկու օր շուտ, որտեղ հարցազրույցը մի օր մոնտաժում են, ինչեր է խոսում, ոնց է խոսում, այդ Նիկոլի կվինտեսենցիան է պատերազմը հասունացնելու, կվինտեսենցիան է, պատերազմը սարքած պատերազմ դարձնելու, բերած պատերազմ դարձնելու, իր սկզբից ինքը այդ ստերի երկու փուլ ունեն, Նիկոլի եւ Նիկոլա Մերձեց սաղերի, ասեմ իմանաք, առաջի փուլը հետեւյալն է, իրանք դնում են, իրանք անբարոյական են, խափում են, իրանք գիտեն որ խափում են ու սուտ են ասում, հետո այդ սուտը որ կրկնում են, սկսում են այդ ստին հավատալ, հետո դառնում են գիժ, այսինքն իրանց մոտ սուտը երկու փուլ ապրում, երկու կյանք ապրում, սկզբից իրանք որպես անբարոյականներ են այդ սուտը նետում, հետո ես ձեզ հավաստիացնում, այնքան են կրկնում, որ իրանք այդ ստին հավատում են ու խելագարվում են։ Այսինքն իրանք գժի պես սկսում են այդ սուտը կրկնել ու սկսում են դաժե անառողջ բանհակումներ տածել են մարդկանց նկատմամբ, որ շարունակում ասել, որ դուք սուտ եք խոսում։
Հասկանում ես, այսինքն նույն 19 թվականի փաստաթղթի մասին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը պետոին, որ չի հրապարակվել առ այսօր, ավելի մեծ բոմբա նրա տակ, որ ինքը բերել է այս պատերազմը, ինքը բերել է այսպիսի պատերազմ, ինքը բերել է այսպիսի արյունալի եւ այսպիսի խայտառակ հետևանքներով պատերազմ, այդ պետքա լսել, այդ պետքա տեսնել, թե պատերազմից մի օր առաջ ինքը ինչեր էր խոսում, ոնց էր խոսում։ Ես ուզում եմ տեսնեմ, նախ ես չեմ տեսել, ես գիտեմ որոշակի դրվագներ պարզապես։ Ես ուզում եմ ժողովուրդը տեսնի այդ բանը։ Այդ ինչից ենք խոսում։ Նրանից թե գեոպոլիտիկայից վերադասավորումների մեջ Նիկոլ Փաշինյանի ստերի բանը ինչպիսինն է, չէ՞, տեսակարարքշիռ։ Ամբողջ աշխարհում լսի, Կենսարյանի ջան, աղբը վերամշակում են։ Մեզ մոտ աղբը վերել են իշխանության։ Այս սա, որպեսզի հասկանանք, թե մենք ինչ խորը եւ համապարփակ աղբի մեջ ենք։ Ամբողջ աշխարհում աղբը տեսակավորում են, վերամշակում են եւ այլն։ Մեզ մոտ աղբը դարել է իշխանություն եւ սերտաճել է իշխանության հետ եւ իշխանությունը այլևս աղբ է իր արժե համակարգով։ Այսօր ամեն ինչ արժե զրկված չէ։ Այդ թիմ այսօր եթե հեռարձակումը արդեն երևի ընտրություններն ավարտվել են, հա, տեսնում եք այդ շրջիկ կրկեսը, այսինքն ԿՊ-ն ունի զորախումբ մի տարբեր բաներ, որտեղ որ իջացնում այդ դեսանտը, լուբոյ թիմ ընտրությունների նույն մարդիկ են, չէ։ Գյումրի էին, Մասիս էին, բայց ինչ լեզի են պահում իրանց։ Բայց այդ նույն զորախումբն է, չէ։ Այսինքն ինքը այդքանն է, այդ մասովկեն իրանց այդքանն է, այդ իր վիզիտնի կարտոշկա նկարով։ Դրա համար ավելին ձեզ ասեմ, եթե այդ աշխարհակաղակական աջակցությունը այդ աթոռը իր տակից հանվի, ինքը այնտեղ ոչ մի բան է։ Այս թե Նիկոլ Փաշինյանը որքան վախկոտ է, ես դրա ականատեսը եղել եմ նաև իր խմբագիր եղած ժամանակ։ Լավ, չմոռանանք բունկերում ոնց պահկվեց 44-րդ պատերազմի օրը։ Այո, լավ է։ Բունկերում պահկվեց ինքը, Ալենը թռավ Մոսկվա, Արադ Միրզոյանին տարան խելագարված ամբողջի միջով անցկացնելը, որ ինչ անի, պարզա չէ ինչ անի։ Նույնիսկ ասում են ըստ օդում կախված լուրերի Արադ Միրզոյանը այդ մասին գիտի, որ դե Արադ Միրզոյանը պետքա Փաշինյանն է իրեն փուրը տվել։ Ինչևէ, հիմա լավ, անմեղսունակ լինի, որ չհասկանա թե խի են իրան։ Ուզում եմ ասեմ, եթե այդ արտաքին աջակցությունը այդ աշխարհակաղակական կենտրոնների, որոնք իրենց խնդիրները լուծում են, եթե տակից անեն, կա իշխանություն, չունի Հայաստանը իշխանություն։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը ունի հստակ ուժային իրավապահ համակարգ, որը իրան վերարտադրում է, եւ ունի քարոզչական համակարգ, որը իրան պահում է որպես այս ժամանակակից դիկտատոր, հա։ Կարենը Վրթանեսյան շատ լավ է դառնում, այդ spin dictatorship-ը շատ լավ է նկարագրում։ Այսինքն Հայաստանի ներսում իր իշխանությունը ունի երկու հենարան։ Դա ուժայիններն են եւ դա հմեկն է, այսպես ասենք։ Ու հմեկը հավաքական հմեք է, որովհետեւ այդտեղ մտնում է նաեւ Facebook-ում, եւ այլն, ցավիրանց ցանցերը, ռեսուրսները։ Ձեր ասած ձևակերպումը ցավացնում է ինձ, որովհետեւ ինքը իր մեջ ճակատագրապաշտություն կա, ֆատալիզմ կա ձեր ասածի մեջ, որ արտաքինն է մենակ արտաքինը չի։ Ես դες ասեցի երկու հենարան երկրի ներսում։ Հասկացա էլի նրանց ստեղծածն է մեսաժով ու նրանց աջակցությամբ նկատի ունեմ, որովհետև երբ որ մարդուն հարցում ես, սովորական մարդուն հիմա բոլորը շփվում ենք, ասում ես կասես ինչ որ լավ բան, որ քո կյանքում փոխվել է 18-ից հետո, մարդը պատասխան չունի, ինչքան էլ հիմա իրան ասես քո կյանքը չգիտեմ, էս է դարձել, ծաղկում, ասենք խցանումների հարց չեն կարողանում կարգավորեն, Տիգրան Ավինյանն ասում է տնտեսական ակտիվությունն է դրան բայրել, ասենք սովորական հարց չեն կարողանում լուծել։ Խցանումները իրանք են դրթում, որովհետև ինձ համար հասկանալի չի օր ու ցերեկով աշխատանքային պիկ ժամերին կենտրոնական հանգուցային լոգիստիկ կենտրոններում այսքան լյուկ փորելը եւ 6 մետր ցանկապատելի մոտ որպեսզի մարդկանց նյարդայնացնեն, անընդհատ այդ լարված վիճակում պահեն։ Հիմա մարդուն հարցնես, ասենք կներեք, իր կյանքում ինչ է փոխվել դեպի լավ։ Ոչ մի բան, մեծ հաշվով էս մի խմբակի կյանքն է բարելավել։ Ամեն օր թալանի ու կոռուպցիայի դրվագներ են լավացել ամենակ Նիկոլի եւ իր մերձավոր շրջապատի կյանքը։ Պարոն Աշոտյան, իհարկե Էդվարդ Շարմազանովը ինձ հետ զրույցում թեթև ներկայացրեց, թե 19-ի փաստաթուղթը, որի մասին Սերժ Սարգսյանն էլ ասեց թող հրապարակի, ինչ է իր մեջ պարունակում, ինքն էլ ասեց կհրապարակեմ, հələ մի հատ էլ նամակ Սերժ Սարգսյանի գրած, ինչ նամակ է, ինչի մասին է խոսքը,
ինչ այդ թուղթը 19-ի պահին որ այս Յակովինսկի խումբը ինչ է առաջարկել։ Շատ է երևի այդ թեմայի մասին խոսել, էքսկլյուզիվ բաներ ասել չեմ կարող, ինչ էլ մի քիչ գիտեմ չեմ ասի, դրա իրավունքը չունեմ պարզապես, հա, ինչ կան որ պետք է Փաստաթղթի մասին։ Ինչ կա ամեն ինչ կան որ պետք է, ձեր ասած այդ երկու արծի 10 նամակի եւ 19 փաստաթղթի, ինչ կան որ պետք է նախագահը ասած Նիկոլը չդիմացավ եւ համարի ասեց այնտեղ ինչա, այդ նամակի մասին ցախ պատմեց։ Արդեն բարձա չէ այդ նամակը։ Նիկոլը ազգային ժողովում հաջորդ օրը որ մեկնաբանում էր, իր մեկնաբանությունից բարձա։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին գրած ինչ որ նամակ։ Չէ, այդ ուրիշ թուղթ է, այդ ուրիշ թուղթ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ կա 16 թվականի օգոստոսից հետո, թե օգոստոսին գրված, որտեղ այդ Նիկոլի էլի լիքը ստեր, էլի չախվում է։ Այսինքն թե ոնց պետք է լուծվեր Արցախյան խնդիրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով նախագծով գրած է։ Հիշում ես ինքը տենց կրոտի տեր անում ժամանակին, ասում էր դե հարցը դուրս էր գալի Մինսկի խմբից, պետք է գնար ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ոնց կարար իր 90-ականների սկզբին ընդունած բանաձևերին հակառակ բանաձև ընդուներ, պարզ էր, չէ՞, հիշում ես տենց կրոտիկներ էր անում։ Այդ թուղթը ցույց է տալիս։ Այդ ուրիշ թուղթ այդ երրորդն է, այդ բանաձևը դուք ասացիք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ շատ լավ կլինի այդ հրապարակի։ Սերժ Սարգսյանի կողմից հեղինակած ցանկացած փաստաթուղթ Ղարաբաղյան հարցով կարող է հրապարակել, ցանկացած։ Կես կատակ մենք կուսակցությունում ասում ենք մի 7 տարվա մեջ թե մի լավ գործարած կլինի ՀՀԿ-ի համար այդ է։ Հա բայց սպառնում այս կհրապարակեմ, մենք կհրապարակեմ, բա հրապարակի ասում է իրենց բան կասեմ Ադրբեջանը բան կպայթի։ Դե գնա բան արա։ Դե այդ պետոյի հարցազրույցն ենք, էլի դուք պետոյի հարցազրույցից անոնսն եք հիշում։ Այդ եթե անոնսն է, դուք պատկերացրեք տակերը ինչ կան հիմա ռետրոսպեկտիվ։ Նենց բան կբացահայտե, բա բացահայտի։ 5 տարի ան։ Այդ թղթերը 19 թվականի թուղթային մասին է, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը իր բացահայտումով նախորդ, իրեն դրել է գժի տեղ եւ ունենալով թուղթ սեղանին մի տարի խափել է հայ ժողովրդին ասելա թուղթ չկա, ինքը Զորիկը իր այդ կոֆե խմող այդ բոլոր տենց ճիվաղները, որ ասում են մենք մեր ԱԳՆ-ին ավելի շատ ենք վստահում, քան ռուսը։ Հիշում ես տենց մի հատ կերպարներ կային։ Գնում են կոֆեին խմում, մենք մեր ԱԳՆ-ին ավելի շատ ենք վստահում, քան Ռուսաստանի ԱԳՆ-ին։ Դե որովհետև կոնկրետ Զորիկի համար անընդհատ շտապօգնություն էր գալիս Լավրովի ամեն մի հանդիպումից հետո, հա մենք ենք նույնիսկ գրել։ Մի քիչ ձայնը բարձրացնում էր, հիմա 19 թվականի փաստաթուղթը այն մասին է, թե Նիկոլ Փաշինյանը ինչ գնով է բերել այս պատերազմը մեր գլխին։ Նրա մասին է, թե ինչպես կարելի էր խուսափել այս վիճակից առանց զոհերի։ Առանց զոհերի, թե Նիկոլի Շմիկը ասում էր նույն բանը կլներ, բայց առանց զոհերի այդտեղ ստորություն կա, նույն բանը չէր ելնելու, մենք խուսափելու էինք այս վիճակից առանց զոհերի։ Նիկոլ ասում է նույնն էր ելնելու առանց զոհերի, ես ասում եմ նույնը չէր ելնելու եւ զոհեր էլ չէր ելնելու։ 19-ի թուղթը դրա մասին է։ Իսկ 16-ի թուղթը նրա մասին է, թե ոնց է Սերժ Սարգսյանը գլոբալ աշխարհաքաղաքական խաղացողների հետ արժանապատիվ շփվել, ինչպիսի համառությամբ եւ կարող եմ դա ասել արիությամբ պահել է Հայաստանի կարմիր գծերը միջազգային ցանկացած անգամ ամենազորեղ հարթակներում եւ ինչպես է դա գնահատվել պոզիտիվ իմաստով եւ ինչպիսի հարցեր են հետո լուծվել։ Ես ձեզ դալշեն տվեցի։ Հասկացա։ Պարոն Աշտյան, իդեպ Բայրամովի այդ հայտարարություններից հետո նաեւ երբ որ եւ Սերժ Սարգսյանը անդրադարձավ 44-օրյա պատերազմին, այն բոլոր սխալներին, բացի այն, որ հրահրվեց պատերազմը Փաշինյանի կողմից, նաեւ այն սխալներին, որոնք թույլ տրվեցին, նույն սկսած հոբ համակարգի գտնվելու վայրը փոխելուց, առաջին օրերի եւ այլն անադեկվատ գործողություններից, որ չարվեցին։ Իդեպ հանրապետականները շատ հաճախ չեք մոռանում եք, ոնց որ թե չեք ցիտում ձեզ։ Պատերազմի օրերին ես հիշում եմ նույնիսկ մի հայտարարություն արեցիք, որտեղ խորհուրդ էիք տալիս ինչպես զորքերի դիրքերը տեղափոխել ինչ որ հատվածներից, որպեսզի կարողանաք աջակցել։ Ոչ միայն ուղակի բան հայտարարություն չեք հիշում, երևի ես կգտնեմ դա ձեզ կուղարկեմ։ Կարող արդեն զորակոչվել է այդ ժամանակ։ Բայց ուրիշ բան եմ հարցնում։ Հիմա ինչ են ասում, ասում են
Հա, տեսեք, մեծ լավություն եք անում Ալիևին։ Ասում ես ինչով են լավություն անում, ասենք, երբ որ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը հրահրեց պատերազմը, ասում են դա Ալիևի ուզածն է, որ բանը, այդ դեպքում Ալիևը ագրեսոր չի այլևս, հա։ Եկեք, բայց այս կեղծ բան կա, հա, Նիկոլ Փաշինյանը էփեց այս պատերազմը, բերեց այս պատերազմը։ Ագրեսորը Ադրբեջանն է, բայց հարձակման համար առիթ տալ, կազուս բերել, առիթ տալ, անգամ դա էլ մոռանանք այդ բառը, առիթ տալ։ Ես ուրիշ ձև հարցնում եմ։ Անել ամեն ինչ, որ հարձակվողին միջազգային հանրությունը չպատժի։ Այդ երբ է լինում։ Այդ երբ է լինում, երբ որ բոլորը գիտեն, որ Ադրբեջանն է հարձակվել, ալլամ աշխարհը գիտի, չէ՞։ Իհարկե։ Ու ոչ մեկ չի բան արել, թիրախային հայտարարություն, այդ էլ 4 օրյան չէ, 44 օր է, ու ոչ մեկ չի պատժել Ալիևին։ Ոչ ոք։ Միջազգային հանրությունը գիտի, որ հարձակվողը այս բաժակն է, իմ հեռախոսի վրա հարձակվողը բաժակն է։ Ինքը անարդար է, բայց չի պատժում բաժակին։ Խի, որովհետև հեռախոսս ամեն ինչ արել է, որ իմ աչքերում ես ջոգեմ, որ արժանի ես դու պատժվելու։ Դղ։ Ինքը հասունացրել է այդ հասկանում։ Ես հարցը այդ դեպքում իրենց այդ մարդկանց ուրիշ ձև եմ տալիս։ Այս դեպքում ասում եմ, ասեք, ինչ է արել Փաշինյանը պատերազմը թույլ չտալու եւ պատերազմը կանգնեցնելու համար։ Եթե այսպես բան դինենք, ինչ թե Ալիևը պիտի այսպես մտածի, մենք ճշմարտությունը չպետք է ասենք։ Եթե Ալիևը շնչում է թթվածին, ես էլ եմ շնչում թթվածին, դա չի նշանակում, որ ես ու Ալիևը միասին բան ենք։ Նույն դաշտում են գտնվում, հա, կան բաներ, որոնք ակնհայտ ճշմարտություններ են։ Իհարկե։ Ինքն պրիտոմ զավեշտա այդ փաստարկը լսել նիկոլականներից, ում համար Ալիևը արդեն цаրի ոգ է համարյա։ Երբ որ նիկոլական այդ Նիկոլաս Տրուկները սկսում են ասել Ալիևը, Սերժ Սարգսյանը, Քոչարյանը եւ ես իմով միասին, ասում Քոչարյանը, Սերժ Սարգսյանը արդեն ձեր համար տենց Ալիևին։ Այ Թուրքիայում սովորած երիտասարդի մասն եք ասում։ Ասում եք կողմնորոշվեք։ Դուք որտեղ եք, տղերք։ Այսինքն դուք Ալիևը ձեր համար տո լավն է, տո այնքան վատնա բերում եք հավասարացնում եք նախկին նախագահներին մի շարքի մեջ, այսինքն ձեր ընկալում։ Չէ լավ, համաձայն չեք, մի պատասխանեք դերսի։ Բայրամովին պատասխանեք, ասեք դուք եք ագրեսորը, դուք եք հարձակվել։ Դե ասեք։ Չի քննարկում։ Իրենք, չէ՞, թող այս օրերին ասեն։ Ցավը տանում։ Ագրեսորը Ադրբեջանն է։ Այդտեղ ոչ մի նախկին նախագահ մեր ոչ մի վերլուծաբան, ոչ մի միջազգային այլ բան չի ասելու, ակնհայտ է, որ հարձակումը Ադրբեջանն է նախաձեռնել, ակնհայտ է, որ նրանք դրան պատրաստվել են, բայց ակնհայտ է նաև, որ Նիկոլն ամեն ինչ արել է, որ միջազգային աշկերում Ալիևի հարձակումը արդար դիտվի, խի, որովհետև դիվանագիտական այն խայտառակ ֆիասկոները, դիտավորյալ ֆիասկոները, դու պատկերացնում ես, եթե Նիկոլը ինքն է խոստովանում, որ խոսքի ինքը իրան գժի տեղ է դրել Պուտինի կամ Ամերիկա համանախագահների հետ բանակցություններում։ Իրանք էլ են, չէ, դա տեսել։ Այսինքն այնքան ափաշկարա ինքը իրան գժի տեղ դրել, որ խոստովանում է, չէ։ Բայց չեն ասի Դավադի տարի, թող քեզ էլ քո Հայաստանն էլ քո Ղարաբաղն էլ բանակցային գործընթացը խուրդելու, տուպիկ մտցնելու գերտերությունների հետ էշավարի տենց գեղի շուստրության մակարդակով տենց պահելու արդյունքը որն է, արդյունքը այն է, որ ասում են լավ տպեք սրան, ինչ ուզում եք տպեք ինչ անեք։ Մանավանդ ասենք Միացյալ Նահանգները զբաղված էր դարձյալ ընտրություններով, դուստեր ամեն մեկը Ուկրաինայով եւ այլն։ Բոլոր դեպքերում այդ հենց միջև ընտրություններ, պատերազմը եպել է դիվանագիտական տապալումները 18-ի առաջի օրվանից իր պաշտոնավարման 18 թվականի Ստեփանակերտում նա առաջի քարը նետեց համանախագահների վրա, ասեց, որ ես չեմ բանակցելու Ղարաբաղի անունից։ Հիշում եք, այդ ինչ էր։ Այդ բանակցային ձևաչափը միակողմանի փոխելու հայտ։ Էլի ուզում ես տենց, դիցուկ դու ուզում ես, որ դա ճշտով տենց լինի։ Դա այդպես չեն անում։ Դա մի հատ զանգում են Ռուսաստան, մի հատ Ամերիկա, մի հատ Ֆրանսիա, ասում են կամ ԱԳՆ-ի մակարդակով աշխատանքային ինֆորմացիա են տալի, որ Հայաստանի վարչապետը նորընտիր այսպիսի տեսակետ ունի։ Էփում են համանախագահներին, ոչ թե համանախագահ երկրների նախարարներն նստեն տելևիզորով տենան, որ դու 30 տարվա աշխատանքը մի անգամից ունիտազի բաճոկի մեջ ես ուզում լցնես։
Այդ հələ ձևաչափն էր գրդոն անում, հետո գրդոն էր անում բովանդակությունը, Մյունխենյան սկզբունքներ։ Դու պատկերացնում ես անլրջության աստիճանը, դա ինքը գիշ չի, ինքը իրան գժի տեղ էր դնում, ու դիտավորյալ էր, չէ՞ դա անում։ Այսինքն դու 25-30 տարվա բանակցված բանը, 20-30 չկա լավ, գցես մի կողմ ու ասես ես Մյունխենյան սկզբունքներ եմ գրել, սրանք դառնալու են բանակցային հիմքը։ Հա կներեք, բայց խայտարակություն էր ու դա բիսեդկայի մակարդակով Facebook-ի պատին գրի։ Անկամ եթե դա լատիներենով Պանթեոնի վրա փորագրված էր, դա մեկ է խայտարակություն էր։ Եթե դա լիներ Օվիդի եւ Գորացիի լեզվով եւ այդտենցի ֆորմաներով, դա մեկ է խայտարակություն, դա մեկ է պատերազմաբեր էր։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Արցախյան բանակցությունների հարցում պատերազմաբեր էր։ Դա ակնհայտ է եւ ինքը ի սկզբանե այս քաղաքականությամբ դիրքավորեց Հայաստանին որպես մեղավոր կողմ, խաղաղ կարգավորմանը խոչընդոտող կողմ, որովհետեւ խաղաղ կարգավորումը բանակցություններով է։ Եթե դու ասում ես ես չեմ բանակցում, հետո ասում ես այս սկզբունքները չեմ ընդունում, ես իմ գրած սկզբունքները սա են, ձևաչափը փոխի, ես ինչ, բայց դավադիտ են, չէ՞ եղել բոլորը։ Ուզում են այդ պատերազմը, չէ, ես վստահ եմ, 18-ին ինքը երբ որ իրեն բերում էին այդ աշխարհակաղակական կենտրոնները իշխանության, այդ թվում Թուրքիան կլինի, Ադրբեջանն իրեն շահերով եւ այն բոլոր երկրները, որոնք աջակցեցին, այո, բոլոր երկրները, որոնք աջակցեցին, ի սկզբանե դրված է եղել այդ պլանը, ինչու եմ սա ասում, վերջերս մի հանրային հեռուստաընկերության մի աշխատակցի հետ էի զրուցում, շատ հետաքրքիր բան ասեց 18 թվականին հենց որ եկան իշխանության, մի անգամից ասեցին, որ Վեհապար Հայրապետի խոսքը ամանորյա խոսքը չպետք է տաք, որ այսուհետև Արամ կաթողիկոսինն է լինելու։ Եվ այո, որոշ աշխատակիցներ կան, որոնք հրաժարվել են եւ հետագայում ազատվել են աշխատանքից հանրայինի։ Այսինքն, պատկերացնում եք, մենք հիմա նայում ենք 25 թիվն է, չէ՞։ Մենք տեսնում ենք անընդհատ սաստկանում է եկեղեցու դեմ հարձակումները, չէ՞։ Մեզ կարող է թվալ, թե հնդածս է դա լինում։ Ոչ, 18 թվականին փաստորեն իրենք երբ որ գնացել են, այդպիսի բան են ասել։ Հասկանում եք, այսինքն իրենք հենց եկել են, դա ոչ թե բան է եղել, որ հենց այդ պահին մտածեց կամ ոչ պրոֆեսիոնալ էր, չգիտեր, ոչ, եկել է հստակ ծրագրով։ Դա հստակ ծրագրված քայլեր են եղել։ Դրա մասին խոսել ենք, ոնց որ դրա բացատրությունն էլ կա, քանի որ ինքը արժեհամակարգ է ուզում փոխի եւ փոխում է լավի ու վատի ընկալումների բանը, բևեռները, սև ու սպիտակի, ինքը փոխում է արժեհամակարգ, իր ջանքը դա է։ Արժեհամակարգ փոխելու խանգարող երկու համակարգ կա, որը իրական դասական լավ ու վատը տարբերող է։ Մեկը եկեղեցին է, կրոնն է, մյուսը մշակույթն է, որ դու լավն ու վատը իրարից տարբերես, սիրունը տգեղից, սևը սպիտակից։ Արժեհամակարգը տե է ստեղծվում, կամ կրոնում, դու կապ չունի առաքելականը, հուդայականը, կամ մշակույթում։ Իրանք եկան սկզբից դե մշակույթը ավելի փխրուն, ոչ ինստիտուցիոնալ հասկացություն, հա։ Սկզբից կներես քայքայեցին մշակութային ոլորտը, նաև նախարարության վերացումը եւ այլն։ Գյուղատնտեսությունը, հացից հետ կտրեցին, հողից հետ, խզեցին հողից հետ կապը, ավելի ամուր բանով եկեղեցին բան, գրեպկի արեշը կա, էլի տենց էս չի։ Ինք այո 18-ից 20 ատամները ջարդվում են, այո։ Ես քեզ ավելին ասեմ, կներես դες ավելին ասեմ։ Ես գիտեմ որ դրսից իրան ասել են Նիկոլ քա քեզ գերը։ Էս ինչ սխալ բան է սարը։ Այս հարցակումը այս ձևով է հափարի դեմ, տակից դուրս չես գալու։ Այդ ես գիտեմ։ Միջազգային կառույցներ են ասել։ Մարդիկ ովքեր իրեն կոնսուլտացիա են անում քաղաքական։ Տեխնոլոգիաների բանի առումով ասում են էս չի ստացվելու։ Եվ հիմա նույն ամերիկյան ադմինիստրացիան այսօր ռելիգիոզ է, չէ՞, այնուհանդերձ։ Իհարկե։ Ինքը կրոնական է, կրոնապետական չի, բայց կրոնական է, հավատքային է, արժեհամակարգային է։ Այս բոլոր ֆինտիֆլուշկեքը, որ ինքը հիմա փորձում է անել, այս ընթրիքը, աղոթքի, այդ սաղ ինչի համար ցույց տալու համար, փոխելու համար այն տհաճ նստվածքը, որը առաջացել է որոշ մարդկանց մոտ, որոնք իրան աջակցում են մեկը, եկեղեցու դեմ հարձակումների
պատճառով առաջացած նստվածքը։ Անես չի վերանայելու են վերաբերմունքը Նիկոլի նկատմամբ սրա, բայց իրանց էլ կոմիլֆո չի, ֆրանսերեն ասած այն պալոշ չի դզում, որ իրանց պրոտեժեն այսպես զզվելի է, հասկանում ես, իրանց էլ չի դզում։ Ես գիտեմ, որ բայց ինքը բանը անցել է այդ Նիկոլը անցել է точка невозврата։ Ինքը չի դնելու զադնի, եթե իմ ողջ արգանքով իմ եկեղեցու նկատմամբ եւ իմ վեհապարի նկատմամբ, եթե մայրաթորում ոման կարող են կարծել, որ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր է գալ ինչ-որ նոր, այսպես ասած, հավասարակշիռ գեմոդինամիկ վիճակի, դա չի լինելու։ Պարոն եւ վերջում ինչի մասին եմ ուզում խոսենք, իհարկե քաղաքական դաշտը մի հատվածը գոնե ընդդիմության պատրաստում է ընտրությունների, չնայած ես չգիտեմ ինչի ես արտահերկող զարգացումներ եմ կանխատեսում այն քիչ մարդկանց հետ, քիչ մարդիկ են դա կանխատեսում, բայց որովհետեւ ես կարծում եմ այսպես շարունակվել չի լինի ու ինչ որ օր կպայթի եւ ընտրություններին նույնիսկ կարծում եմ չենք հասնի։ Բայց ինչևէ, Նիկոլ Փաշինյանը ազգային շովում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժերը պարզապես պետք է չլինեն խորհրդարանում 26 թվականի ընտրությունների մասին էր ասում, հա։ Հիմա Մոլդովայի սցենարը բնականաբար ավտորիտար կառավարչի հայտարարություն։ Ինքը կարող է դա անել։ Երկրորդը Մոլդովան, սա Մոլդովայից վատն է, որովհետև Սանդուն նման հայտարարություն չի արել։ Չի արել, բայց ընտրությունից առաջ մի քանի ուժերի չթողեց մասնակցել։ Չի արել, համենայն դեպս պուբլիչնի դաշտում տենց բան չի, թե տակից ինչեր է արել, ուրիշ բան։ Նիկոլը 18-ից է տակից անում, մոռացել եք։ Ինքը 18-ից եթերներում մեզ ասում էր, որ հանրապետականին թաղելու է այդ ընտրություններով։ Մեռանք, չէ, չմեռանք։ Հա, չանց կծրին, որովհետև մենք անցել ենք այդ խորհրդարանական շեմը, բոլորը գիտեն։ Այդ պահին, երբ որ հաշվարկը անջատվել է եւ հետո դրուկ ՀԿ-ի ձեները այդ հեռուստատեսային հաղորդման հեռարձակման ժամանակ մի միացնելուց հետո ՀՀ-ի այսպես ասած տվյալները ՀԿ-ի ձեները շեմից ներքև պարզ է, չէ, ինչա կատարվել։ Մենք 18-ին անցարցել չի։ Արդյունքը որ սա խոստովանություն է, որ ինքը ավելի վատն է։ Եկան նման բան ասել, այդ խոսքի, ասեմ, դա անգամ եթե տենց ես մտածում, պարզ է, չէ՞ որ տենց ես մտածում, բայց այնքան բռի ես ու չոբան, այնքան ափաշկերա ու անպատիժ, որ այդպես բան կարող ես պարյամոյ ասես։ Սանդոնը այդպես բան չի հայտարարել, տակից արել է։ Հա, բայց այդ պատվերը արևմուտքից է եկել։ Ես դեռևս 3.5 տարի առաջ եմ ասում, իրենց քննարկումները այդ ՀԿ-ների այդ բաների ակտիվիստների քաղաքասարակության եւ այս հակառուսական որոշ շրջանակների քննարկումներին, երբ որ հետևում եմ, թեզերը նույնիսկ առանձնացրել 3 տարի առաջ ասում էին, որ պետք է Հայաստանը պարլամենտական երկիր է եւ պետք է մենք ամեն ինչ անենք, որ հայտնվենք պարլամենտում եւ այնտեղից պետք է դուրս թողնել հանրապետական կուսակցությանը նկատի ունեին եւ դաշնակցությանը, որում դաշնակցությանը փակելու է իրենց այդ քայլերը, որ փակենք սպառնալիքներ, հենց նենց չեն։ Այսինքն իրենց մտահոգում էր, որտեղ հիմա ուզում է Հայաստան խմբակցությունը նեղանա թե չէ, իրենք երկու քաղաքական ուժերի մասին էին հատկապես խոսում, ոչ անվանական, բայց երկու քաղաքական ուժերի մասին, ազգային ուժերի մասին, որ պետք է դե որովհետև ամեն դեպքում, ասենք դրա համար, հա, բայց գիտես ինչի ներվում են դրանց։ Բայց ինչ որ է հիմա, այսինքն թիրախում ոնց որ ասես պատիվ ունեմը ուժ է, պատիվ ունեմը ուժ չի, պատիվ կոնֆիգուրացիա։ Դե դրա համար եմ ասում։ Այսինքն երկու քաղաքական ուժերին, երբ որ ասում էին դուրս թողնեն, նկատի ունեին հանրապետականի եւ դաշնակցությանը եւ նրանք ասում էին մենք պետք է միավորվենք մի քաղաքական առանցքի շուրջ, այն ժամանակ ասում էին պահանջենք արտահերթ ընտրություններ, որտեղ ռեյտինգները լավն էին այն ժամանակ եւ կամ էլ եթե հերթական, ապա մենք պիտի մտնենք ու այս երկու ուժերին դուրս բերենք։ Նրանք շատ հստակ իրենց ծրագրի մասին ասել են, որտեղ նրանք հասկանում են Հայաստանը այնուամենայնիվ պարլամենտական երկիր է, այսինքն Նիկոլի այս դարաշրջանը այս ժամանակավոր է եւ պարլամենտն է պետք վերցնել։ Շատ տարբեր հարցեր տենց միահյուսեցիք ձեր հարցադրման մեջ, էլի տենց սաղ կապեցիք, հիմա տենց ես էլ մակեդոնացին չեմ, տենց Գորդիան հանգույցով։ Աշոտյան տակից դուրս փորձենք։ Ով ինչին է պատրաստվում, ես չգիտեմ, մենք պատրաստվում ենք իշխանափոխության։ Ոնց ես հիմա ընտրությունների մասին մենք չենք մտածում, հասկանում եք։
պարզապես չենք մտածում, որովհետև այն մղձավանջը, որում մենք ապրում ենք, չեմ ուզում հիմա impeachment, բայց ակնհայտ է, չէ՞ որ այլ գործիք միջև այլ սահմանադրական գործիք բանը չհասցնելու Նիկոլի օրոք կազմակերպած ընտրություններին չկա։ Չկա։ Հա, գիտեմ։ Այն ինչ որ դուք նկարագրեցիք, լավագույն ապացույցն է, եթե այդ ամբողջը ճիշտ է, առայն որ այս ընտրությունները արդեն կեղծված են։ Արդեն կեղծված են, եթե վարչապետ կոչված մարդը նայի եվրոպացու աչքերով, վարչապետը պարլամենտում հայտարարում է, որ հաջորդ պարլամենտում այս երկու ուժը չպետք լինեն։ Տո լավ է, ցանկացած երկրում հաջորդ օրը սահմանադրությունը կտային այդ վարչապետի գլխին, եթե չասեմ նաև քացով համապատասխաններին եւ կհանեին գործից։ Սկանդալ կլիներ։ Դա պարզապես նման հայտարարությունները անգամ եթե օրինակը զուտ որպես քաղաքագիտական զուգահեռ շարժումների տեղ չեմ տալի։ Գերմանիայում դասական կուսակցությունները չեն սիրում ալտերնատիվ AfD-ն, հա, չեն սիրում։ Մի երկու դասական տենց քրիստոնյա դեմոկրատ, սոցիալ-դեմոկրատ, այտենց մի բան փորձել է ասել, որ AfD-ն չպետք է լինի, եսի ինչ չպետք է լինի։ Դաժե AfD-ի չսիրող քաղաքական վերնախավում Գերմանիայի դա հակազդեցություն առաջացրել, որովհետև դա ընդունված չի նման բաներ ասելը։ Դա անթույլատրելի է նման բաներ, առավել եւս վարչապետի աթոռին զբաղեցնած մարդ։ Կարամ ասեմ, դու ով ես որ դու որոշես, դու մեկ կլինի մի հատ հասկանա դու ընդելնելու ես թե չես։ Չեմ ուզում դիսկուրսը իջացնեմ ես դուրակ սամ դուրակ մակարդակի, որովհետև պարզակ քո դուրակ էլի, ես այդտեղ խնդիր չունեմ, ապացուցելու քո դուրակ, ով չի հասկանում քո դուրակ, այդ դուրակ, նույն այդ դուրակից է ինքը նույն, այսինքն ես այդտեղ խնդիր չունեմ, իմ խնդիրը այնց լեզվակռվի դաշտում ավելի ժոստկի ֆրազայով վերնագիր կորզելը չի, իմ խնդիրը այն է, որ այս իրականության մեջ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի օրը կազմակերպած ընտրությունները լինելու են շատ ավելի վատը, քան Լյուբոյ անցումային կառավարության օրոք ենթադրենք Դավիթ Համբարձումյանը որպես վարչապետի տեխնացու կազմակերպած ընտրությունները։ Իրատեսական է այդ սցենարը որոշակի տոկոսով այո։ Որոշակի տոկոսով այո։ Ավել բան այս պայդրությամբ չենք կարողանում ձեզ մատուցել, բայց վստահ եմ մոտ ապագայում որոշակի քաղաքական բովանդակություն այս հարցի շուրջ մենք վերացուցիչ հանրային դաշտում կունենանք։ Ինչ վերաբերում է ձեր ասած էտոնյա, այստեղ պարզ է որ երկար խոսեցինք, ես էլ ասեմ ու գնամ։ 21 թվականի խորհրդարանը ում սրտով էր գեոպոլիտիկ առումով։ Արևմուտքի։ Լուրջ։ Արևմուտքի սրտով էր, որ երկու ինա դու եք անում, հա։ Չէ։ Արևմուտքի սրտով էր, որ երկու իրանց հետ չասոցած, նո Հայաստան դաշինքը ռուսամետ մենք ավելի տենց կենտրոնական։ Իմ կարծիքով այդպես չի, դրանով շարունակեք։ Չէ, ինձ թվում է այդպես է։ 21 թվականի խորհրդարանը եթե այլ գեոպոլիտիկ ուժի սրտով էր, որովհետև կար իրանցից կախյալ երրակողմ հայտարարությամբ կախյալ եւ այդ հայտարարության գարանտ իբր գարանտ Նիկոլ Փաշինյան, կային քաղաքական ուժեր, որոնց դժվար է մեղադրել հակառուսականության կամ ռուսատիացության մեջ մեղմ ասած, իսկ ձով ասեց, որ 26 թվականին այն մյուս գեոպոլիտիկ ուժը չի փորձելու իր ճաշակով ունենալ խորհրդարան։ Այսինքն այստեղ պետք չի խրտնել այդպես բան, դեն կեղտոտ բաներ են, զզվելի է, ակնհայտ է, որ իրանք պայքարում են ազգայինի դեմ, բայց անունը դնում են ռուսա կրեմլի ագենտներ, ակնհայտ է, չէ՞ որ մեկը մյուսից սղստում են։ Բրիտոմ ակնհայտ է նաև որ իրանց արևմտամետությունը պաչիմուտ ապազգային է։ Բոլոր հետ սովետական երկրներում տեղի ունեցած արևմտամետությունները ազգային են եղել։ Ազգային, այսինքն չի կարա ինձ բերել օրինակ հետ սովետական տարածքում կամ հետ սոցիալիստական տարածքում, որտեղ արևմտամետությունը չի եղել ազգային հենքի վրա։ Հայաստանը դաժե Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դաժե այդտեղ է մուտանտ, հասկանում եք, դեֆորմացիաց է։ Կամ մենք միակ պետությունն ենք, որի ռեժիմը արևմտամետությունը փաթեթավորում է ապազգայինի տակ։ Նա հիմա միջազգային թրենդ է դա։ Հակառուսականություն ներկայացնելը, այդ ինձ հիշեցնում է ժամանակին, այդքան հին եմ հարգելի հետևորդներ։ Ժամանակին, որ մարդուն ուզում էին վարկաբեկին կամ ասում էին KGB-ի շպիոնա կամ ասում էին հոմոսեքսուալիստա կներեք կամ ասում
Հիմա նույնը այդ շարքին է ավելացել։ Այ լավ բան եք ասում, Տիկին Սերյանը, բայց հակառուսականությունը խի ապազգային դառնում։ Եկան հակառուսական, օքեյ, հակառուսական եք, բայց խի եք զուգահեռ ապազգային։ Հակառուսականությունն է ցեղասպանությունից հրաժարվելը։ Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը։ Գիտեք Թրամփը ինչի է կռիվ տալիս, նույն Թրամփը որքան ոնց վերաբերվենք, Թրամփը ինչի է դա կռիվ տալիս, այդ նեոկոնների եւ այլն, այսինքն այստեղ նույն խնդիրները ինքը ազգայինի հետ կապված այնտեղ ունի։ Ով ասեց, որ ես հարգում եմ մարդկանց քաղաքական կարծիքները, բացարձակ որևէ գեոպոլիտիկ կենտրոնի հետ աֆիլիացվելու ցանկություն չունեմ, բայց ուզում եմ հարց տալ, խի է հակառուսականությունը, որ հրանցվում է մեր երկրում, ապազգային հողի վրա, խի է մեր արևմտամետությունը ապազգային, չէ որ ուր էր Ռուսաստանը, սովետ էր Ռուսաստանը, երբ որ ցեղասպանությունը 87 թվականին Եվրոպարլամենտը ճանաչեց, սովետ էր Ռուսաստանը, երբ որ 88 թվականին Եվրոպարլամենտը ռեզոլյուցիա ընդունեց, որտեղ կոչ արեց Սովետին Ղարաբաղի ավտոնոմնի օբլաստը տալ Արմյանսկի Սովետսկի սոցիալիստической ռեսպուբլիկային։ Ինչի մասին ենք մենք խոսում։ Ես խալը նրանում է, որ դուք իրենց արևմտամետ եք ասում։ Ես իրենց ասում եմ հակառուսական, դրանք արևմտամետը չեն, որովհետև այդ արժեքները արևմուտքի հետ առնչություն չունեն։ Իրական արևմտամետ արևմտյան, այն պրո-արևմտյան քաղաքական ուժ երևի թե ժառանգություններ իր պիկին, կլասիկ լիբերալ ազգային։ Ազգային լիբերալ ուժեր, խի լիբերալը չի կարա ազգային լինի, կարա չէ, լիքը դեպքեր ունենք և իսկ Հայաստանում դրա վառ ապացույցները կա, նույն Ռաֆի Հովհաննիսյանի անունը բերեցի, բայց միայն ինքը չի, խի է մեր արևմտամետությունը ապազգային, որովհետև խնդիրը արևմուտք տանելը չի մեզ։ Չէ, նույն Բագրատյանը լիբերալ արժեքների կրողը և ազատությունների կուսակցությունը։ Խնդիրը ազգայնականության ջնջումն է։ Դե եմ ասում, դրա համար եմ ասում, այդ նեոկոնների բանն է, գիծն է, դրա համար Թրամփն էլ իր երկրում այդ խնդիրը ունի, դրանց հետ պայքարում, դրա համար եմ ասում, բայց ինչ սպասել, օրինակ այդ ինչու եմ ասում հակառուսական այդ ուժերից, ես քանի որ ստիպված դրանց էլ եմ լսում, իրենք ադրբեջանցու հետ, ադրբեջանցի փորձագետի, որին բերել էին վերջերս Հայաստան, դրա հետ հարցազրույցել եմ Ոստենանում ինտերվյուում բանը ու ինչ են ասում մեր համար կարևորը Թուրքիայի հետ հարաբերություններն ասում նրանք ասում են մենք մեր նախագահը ասեց ձեր վարչապետին չենք վստահում ասում ոնց ասում բայց դուք ձեր ձեռքին ասում ռիչագ ունեք մեր դեմ լծակ ունեք մեր դեմ եթե հանկարծ մենք չանենք հայն ասում Փաշինյանին սատարող այդ էքսպերտ ներկայացողներից ամենաակտիվ խոսող գլուխներից մեկը Արմեն Գրիգորյանի շրջապատի ադրբեջանցուն ասում եթե մենք չանենք Թուրքիայով մեր վրա ճնշում գործադրեք բառացի եմ ասում պարոն Աշոտյան ես ստիպված եմ այդ աղբը լսել հա այնպես որ ես ավելի տենց եմ հավասկանում թե Նիկոլի հայտարարությունները վերջնական բաներն են մի բան ես էլ հիշեցի պատմեմ ու գնամ իրոք էլի արդեն չէ գնալ մինչև ինձ Սվիտալսկուց բան չպատմեք ինչա ձեզ ժամանակին 20 թվի ձեր գրա հասուլիսից այդ բան պատմեմ ուրեմն առաջինը այդ դեպքը որ նկարագրում եք ես ականատես եմ եղել այսօր ընդդիմադիր դաշտում իրան ճղող իսկ ժամանակին Նիկոլի վարչակազմի մաս կազմած մարդու պահվածքին փակ հանդիպման ժամանակ Արցախի հարցով եվրոպական մի հարթակում որտեղ իմ ելույթից հետո այդ անձը որ այսօր ընդդիմում ֆռած ադրբեջանցիներին ասաց այ եթե դուք Նիկոլին չօգնեք այս ռևանշիստները կգան իշխանության Հո Այդմոն Մարուկյանը չի եղել դուք եք չաթամներում գնում կան մարդիկ, որոնց անգամ բացասական կոնոտացիա Դե ես արագ ուզում եմ հասկանալ, որովհետև դուք Եվրոպայում որպես ընդդիմություն դուք եք եղել որպես իշխանություն էջանք ինքներ։ Հիմա վերադառնանք Սվիտալսկին։ Սվիտալսկի հետ կապված ես տեսել եմ, ինձ իմ եվրոպացի ընկերները 18 թվականի աշնանը փոխանցեցին մի զեկույց, մի փաստաթուղթ, որը Հայաստանում Եվրոպական միության դեսպանատունը պատրաստել էր եվրոպական դեպուտատների համար, տրցակ, ասաց նայ, քեզ ընդեղ հետաքրքրող բան կլինի, ասացի բացեն նայել, ինչա, կենսագրություններ, ժամանակացույց է, ինչ-որ մամուլի հաղորդագրություններ, մեկ էլ հասկացախի է ինձ տվել,
Սվիտալսկին Եվրոպական միության պաշտոնական փաստաթղթերի մեջ կողխել էր report սորոսական հակաների բանը տեղեկանքը, թե իրանք ինչ են դիմում Եվրոպական միության դեպուտատներին եւ ինչ են առաջարկում եւ ինչ պետք է արվի Հայաստանում։ Եկա Սվիտալսկին պաշտոնական թղթերի մեջ սորոսական կոալիցիայի, դա մի հկը չէր, կոալիցիայի անալիտիկ զապիսկեն, այսպես ասեմ, որ հասկացվի ինչի մասին է խոսքը, անալիտիկ զապիսկեն կրել էր տրցակի մեջ ու բաժանել էր եվրոդեպուտատներին, թե ինչ պետք է արվի։ Եվ այո, նախագահի հարցազրույցից հարցեր ծագեցին։ Սվիտալսկին ում շահերն էր սպասարկում առհասարակ։ Իսկ ինչ էին այդ ՀԿ-ները ասում, տրցակի մեջ ինչ էին ասում, ինչ անել։ Ուղիղ վերցնել բոլոր ուժայինները արագի մեջ։ Բոլոր ուժայինները արագի մեջ, ոստիկանություն, դատախազություն, ԿԳԲ, բոլոր առաջի բանը, ձեզ թվում է ինչ պետք է լիներ։ ՀԿ-ները, human rights, LGBT education, green energy, հա, ծորոսական բոլոր ՀԿ-ները։ Այդ բոլոր չասեմ, այդ ՀԿ-ների կոալիցիան, որ ստեղծել էր այդ անալիտիկ զապիսկեն, առաջնահերթությունների մասը, որ դիմում էր եվրոաջակցությանը, ասում էր Նիկոլին պետք է բզեք թսաղ ուժայինները վերցնի, առաջի գործը պետք է ուժայինները վերցնի, ու թվարկում դատախազություն, ԱԱԾ, ոստիկանություն եւ այլն։ Էլ որն էր էլ կարևոր։ Այդ նախ փաստը ինքնին աղաղակում է։ Դե հա, պարզա, էլ ինչ էին առաջ։ Դեսպանն ես։ Ագենտ Սվիտալսկի, դու դեսպանն ես, вообще։ Երկրորդը, այդ ինչ թուղթ է, ինչ իրավունք ունի, ինչ որ ՀԿ-ի թուղթ հայտնվի, պաշտոնական տրցակարած Ռասուլ կանես մեյլով։ Երրորդը, այդ ինչա մեջը գրած։ Եվ մեկը դա էր, մի ուղղությունը, մի բլոկը դա էր, մյուս բլոկերն էր, որ historical շանսը մեզ մոտ նացիոնալիզմին վերջ տալ Հայաստանում։ Պատմական շանս է ազգայնականությանը վերջ տալ Հայաստանում։ Այդպես ասել։ Այո, պատմական շանս։ Դա Սվիտալսկին էր գրում, թե ՀԿ-ները։ Դե այդ անալիտիկ զապիսկեն ՀԿ-ների կողմից էր, այդ կոալիցիայի կողմից էր, Սվիտալսկին այդ թուղթը բաժանել էր։ Չգիտեմ, դա Սվիտալսկին համ գրել է, համ բաժանել է, չեմ կարող ասեմ։ Ես դες ասեմ, ինչ որ ես տեսել եմ։ Այդ նույն այդ всё բրծա արդեն, ուրիշ բան այսօր չեմ ուզում դες պատմել։ Ինչի էլիկա։ Դասն ավարտվեց։ Այդ ՀԿ-ները ի դեպ շատ լավ սինխրոն աշխատում են այդ էկոլոգիական եւ այլն այդ հարցերով զբաղվող ՀԿ-ները շատ լավ աշխատում են ադրբեջանական այդ կեղծ էկոակտիվիստների եւ կազմակերպությունների հետ, ընդ որում նաեւ միասնական նամակներ են, գրություններ են ստորագրում, որոնք մենք հրապարակել ենք դիմելով միջազգային ֆինանսական նաեւ կազմակերպություններին, սա շատ կարեւոր հանգամանք է եւ իհարկե հիշեցնեմ, որ Սվիտալսկին եւ Ալիևը նույն տարիներին իհարկե իրենք տարբեր սերունդների ներկայացուցիչներ MGIMO-ում են զորել եւ իրենց կապած կոնսպիրոլոգիաների մեջ շատ չմտենք, բայց կան բաներ, կան փաստեր, որոնք բացատրության կարիք ունեն, որոնք հնարավոր չի զաչիստի մանիտ։ Շատ շնորհակալ եմ։ Իհարկե մի կարողացանք որոշ բաներ փոխել Արմեն Աշոտյանից։ Հաճես հաճիկով փոխվեցի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, Կիրակ Նորյա դասեր հաղորդաշարների եթերում բաժանորդագրվեք, գրեք, չգիտեմ ինչ են անում, տարածեք, գրեք հարցեր Աշոտյանից ինչ կուզեք իմանալ կամ լսել, առաջիկայում ինձ թվում է այլ առիթ կունենանք, շնորհակալ եմ, հաջողություն ձեզ։